Աղոթենք եղբայրներ քույրեր, այս ժամանակը Տիրոջ անցնենք։ Սիրելի Հայր, շնորհակալ ենք այս երեկոյան համար, ով Տեր, շնորհակալ ենք անգամ եւս, որ կարողացանք հանդիպել միասին, ով Տեր, դու մեզ առաջնորդիր մեր կենտրոնացումը քո խոսքի վրա, լինի ով Տեր քո Սուրբ Հոգին մեզ օգնի, որ կարողանանք Տեր մաքսիմում ձևով պետք եղածը քո խոսքից առնենք, որովհետեւ կարողանանք Տեր ավելի աճել քո ճանապարհներում։ Օգնիր մեզ Տեր, որ ավելի սիրենք քեզ, ինչ քո խոսքդ մեզ ուղղորդում է, ինչ քո խոսքդ մեզ սրբակրում է, խրատում է, շտկում է, հանդիմանում է, ով Տեր այդ բոլոր կորզարկների միջոցով, ով Տեր կարողանանք ավելի գնահատել, ավելի արժեքավորել քեզ, Շնորհակալ ենք Տեր անգամ եւս այս հնարավորության համար եւ ուզում ենք, որ դու բարավորվես մեր սովորածով, որովհետեւ մենք ճշմարիտ քրիստոնյաներ լինենք ավելիով։ Հորը փառքի համար խնդրում ենք մեր Փրկին Հիսուսի անով։ Ամեն։ Եղբայրներ քույրեր ջան, եթե հիշում եք, անցյալ չորեքշաբթի, ուրեմն մենք 13 գլուխը երբ ուսումնասիրեցինք, նրա մեջ տեսանք ինչպես Իսրայելը պղշտացիների դեմ պատրազմի մեջ էին եւ Բամության վերջը, եթե հիշում ենք, մենք տեսանք այդ երկու խմբերը մի խոսքով դեմ դիմաց արդեն պատրաստ են, որ իրար հետ գրվեն եւ այնտեղը հասանք եւ բամությունը այս բարակայում այնտեղից շարունակում է 14 գլուխը 14 գլուխը մի քիչ երկար է, անցյալ շաբաթ միայն 23 համար էր, այս անգամ 52 համար գա, բավական երկար գլուխ է, բայց պատմական գլուխ է, ավելի արագ անցնում է։ Ուրեմն առաջին համարից կարդալով եւ մեր առաջին հարցն էլ ունենք առաջին համարի գաբակցությամբ մի օր Սավուղի որդի Հովնաթանը իր զինագիր Բադանուն ասեց։ Հիմա զինագիր Բադանին ինքն ալ գրվող Բադանի է, բարձրապես սուր չրամսնող Բադանի չէ։ Մեկը որ ինք գիտի ոնց սուրը գործածի։ Եկ անցնենք պղշտացիների բահաբան զորքի մոտ։ Մի տեղ մկար, որ փոքր բահաբաններ կային, մեծ թվով չէ, բայց էլի բավական մարդիկ կային այնտեղը եւ ասեց, որ գնանք այնտեղ, այն կողմում է, բայց իր հորը իմաց չդվեց։ Հիմա անշուշտ հարցը հետեւյալն է, եթե իր հորը իմաց տար, հայրը շատ հավանական է պիտի ասեր ոչ, չես գնում, ինչու որովհետեւ դուք երկու հոգով, եթե նրանք օրինակ 10, 15, 20, 25 ինչ որ է լինի եւ կտեսնենք մի քիչ հետքը, ոնց պիտի կարողանաք նրանց դեմ գանգնել։ Արդյոք Հովնաթանը առաջին հարցը շիդագ էր, ճիշտ էր, որ նրա հորը չդեղեկացրեց պղշտացիների կայազոր գնալու իր որոշման մասին։ Այո, եթե ասենք, ոչ ասենք, ինչու։ Հիմա պատասխանը, որ ակնկալում ենք, կարևոր է մի բան նկատի ունենալ։ Նայենք ով պիտի այդ բանի վրայով ասա։ Եվ բարձ բան է, այդ ասենք մի խոսքով այդ դիտարկումը, որ մենք կարանք հիմա կվնեն նկատի ունենալ։ Շիդագ էր իր արածը կամ ոչ։ Այսինքն ճիշտ էր հորը հարցնելը թե ոչ։ Հա, չհարցրեց, այո, հորը հարցնելը կամ ոչ, այո։ Շիդագ էր կամ ոչ։ Եվ ուրգից կարող ենք գիտնալ։ Ուրգից կարող ենք գիտնալ։ Այո եւ ոչ։ Ինչպես։ Դուք մտածեն պատասխանեն ամեն մեկս մեր գործից։ Անաքոր ինչ պիտի ասեր։ Մտածում եմ, որ չհարցնելը սխալ է։ Okay։ Մեր on-line եղբայր քույրերն ալ կարող են մասնակցել։ Դուք ինչ կասեք, Շահեն ջան։ Was he right or not in not telling his father? Հիմա երկու բանակները, Իսրայելի եւ պղշտացիների բանակները դեմ դիմաց են, բայց Հովնաթանը ինքը Սավուղի որդին է, իր ընկերագից, ասենք թե բանի հետ, մարդու հետ, Բադանու հետ, ասեց, արի գնանք այն գոմը, որ մի ասենք թե տեղ մը գա, citadel մը գա, ուր որ որոշ խումբ պղշտացիներից այնտեղ է,
ուզում էր որ ինք այնտեղ գնա, որոշ կորց մանե, կրիվ անի, այո։ Վատ բանի համար։ Վատ ասելով, ասի պատրազմի մեջ են նրանք արդեն։ Պիտի սկսի պատրազմը, դակավին սկսած չէ պատրազմը։ Չէ սկսել պատրազմը, Հա, բայց պիտի սկսի պատրազմը։ ուզում հասկանամ, եթե ընդհանրապես այդ վաղտերը ասում էին իրանց պապաներին գնալուց առաջ պատերազմի, ուրեմն սխալ է արել, եթե if it was the right thing to do, I mean, Okay, so ձեր բացխանները մտիկ անում ենք։ Okay։ Հիմա այո, ասյակուր։ Հետաքրքիր մի բան ասում, չգիտեմ սրա հետ կապված է թե չէ։ Ասում է ամբողջ զորքը բան չուներ, ինքը նիզակ չուներ վերևի հատվածում ասում ամենը Հովնաթանը եւ Սավուղն ուներ։ Իսկ իստեղ Հովնաթանը իր այդ պատանին ասում, արի անցնենք գնանք։ Առանց հորը հարցնելու։ Այսին նրա այդ գործարքը շիդակ էր կամ ոչ։ Այո, կարծում եմ շիտակը։ Ինչի իման վրա, սա է որ ուզում եմ գիտալ։ Վստահում Որովհետև տեքստը հետո մեզ բացահայտում է, որ ինք արդարացված էր իր արարքով։ Ասում եք որ մենք փորձենք տեսնենք դերը ոնց է Հա։ պատասխանում, այդ Այո, դեպքում հիմա առաջին համարի մեջ իհարկե որ չի բացահայտում այս բոլորը, բայց հետո մենք տեսնում ենք, որ որ շարունակենք, հետո տեսնում ենք, որ ինք արդարացված էր այդ արարքով։ Հիմա ուրիշ հատեն կարող է որ մի խոսքով հիմարական մոդեցումը լիներ, որ ինք գնա, ասենք կարող է 20 հոգու թեմ այդպես կրվի երկու հոգով։ դիդոչը վստահ Հա։ է որ երկու հոգուներ կտա այդ Ճիշտ, բայց ուրգից գիտենք սա, նրա համար ասացի, որ մի բան կա, որ ուզում եմ որ լսել ցեզանից սա էր։ Ոչ է։ Եվ այո եւ ոչ։ այո թե ոչ։ Չէ, այո կամ ոչ։ Ասում այոն էլ է ճիշտ, ոչ էլ է ճիշտ։ Իր ամեն մեկը իր պատասխանում։ Հիմա Չէ, այոն է։ ինքը այոն ճիշտ է սուրկրային բանով, այո։ Ոչ էլ կամ է, չէ։ Հորը չհարցրեց։ Հիմա հորը չարցես, բայց խնդիրը դա է, որ հիմա տեքստից պիտի գիտնանք, որ սա մի խոսքով փորձ մներ, թեստ մներ։ Նրա հորը Սավուղի, եթե տեքստը կարդացած լինենք, արդեն կարող ենք տեսնել, որ սա ոչ թե միայն Հովնատանից Դիրոջից փորձ էր, ինչու որովհետև այս սխալ մոդեցման միջոցով Սավուղ պիտի բացահայտե իր սխալ առաջնորդական այդ կարողությունները։ He's going to reveal his weak, faulty leadership skills. Եվ եթե սա չլիներ, մենք մի քիչ հետ կտեսնենք տեքստի գտվածքով, որ ուրիշ օրինակ ուղղությամբ կարող էր գնալ։ Ինչու որ մենք տեսնում ենք, որ Սավուղ ինքը մի որոշումը վերցրեց վճռական կերպով եւ մի խոսքով Հովնաթանն էլ ինք այդ որոշման ենթակա պիտի լիներ, եթե ժողովուրդը թող տար, որ Սավուղը անը ինչ որ ասեց ուզում էր անել։ Մի քիչ հետ կտեսնենք։ Դուք արդեն ցեզ մի ոմանք որ գարտացել են կամ գիտեն տեքստը նախորոք արդեն գիտեք ինչի մասին ենք խոսում։ Ուրեմն ասում է որ հորը իմաց չդվեց։ Էլի ասենք, իմ Արթուր եղբորը ասած հասկանում ենք, որ միտը լավ բան էր հորը չասել է որ հայրը ինքը թակավորն է, ինքը մի խոսքով առաջնորդն է բանակի։ Այո, Հովնաթանը իր երկրորդն է, հա, ռազմավարական տեսանկյունից, բայց աստվածաբանական տեսանկյունից այստեղ դարբեր է։ Դի ազգաբանական միանշանակ համաձայն, բայց ոչ ներկա մեջ է, դա եմ ուզում ասեմ։ Բայց տեքստի արումով Արթուր եղբայրս բացխանը այո էր։ Արտարացված էր իր արածը, հա։ Ասում մեջը միայն ես ոչ ավելացնում եմ միայն ավելացնում։ Հասկանում եմ միտքդ, այո, այո։ Եվ Սավուղը նստած էր Կապայի սամանագլխին, դեղեր բետ չունենք ավելի խորանալ սրանց մեջ, Մակրոնում նրնենու տակ եւ նրա հետ եղած ժողովուրդը 600 մարդ էր։ Եվ պաշտացիները շատ ավելի էին թվով։ Անցյալ անգամ նայեցանք։ Եվ Սելովում Տիրոջ քահանան Հեղիի որդու, Փենեեսի որդու, հիշում եք, Փենեեսը այդ Հեղիի երկու որդիներից էր, որ մեռան, սպանվեցին։ Եվ նրանք մենք հիշում ենք, որ վատ մարդիկ էին, լավ մարդիկ չէին, ճշմարիտ քահանաներ չէին, մեկ խոսքով։ Եվ ասում է, որ ինքը Իքաբոդի եղբայր Աքիդովի որդի Աքիա էր անունը, այս քահանային, որը Եփուդ էր հագնում։ Այս Եփուդի հարցը կարևոր է, բայց Եփուդը սրանից առաջ մի անգամ խոսել ենք։ Եփուդը
սպիտակ շոր մներ, որ քահանան ինքը հակվում էր եւ նրա վրա ինք օրինակ որոշ աս գրծքի վրա զինված բաժին մգար ուր երկու քարերը կար, այո, Յուրիմի եւ Թումիմի այդ քարերը կար։ Հիմա մենք չգիտենք նրանց գույները ինչ էին, բայց դերը քահանայի միջոցով ադենը մեմը, երբ նրանք աղոթում էին, Տերը կարող էր պատասխանել այդ երկու քարերի միջոցով։ Եվ պատասխանները այս բարակայում այո եւ ոչ էր, ուրիշ չէր կարող լինել։ Ինչու որովհետեւ հիմա մենք ենթադրում ենք ըստ Սուրբ Գրքի վկայության, որ Սուրբ Գիրքը չի ասում, որ օրինակ երկու քարերը երբ օրինակ փայլ չունեն, սրանք չեն աշխատում, բայց որ մի հատ փայլ ունի, գիտես որ մի հատ այոն է, մյուսը ոչն է, այդպիսով։ Բայց մենք ենթադրում ենք, որ այդպես է, որ ուրիշ ցև չի կարող լինել։ Դերը մի խոսքով, դերը ցևով պետք է ասած լիներ, որ երբ օրինակ մի քարը ավելի փայլ էր, այնադեն գիտեին, որ Տերը ասում է այո կամ ոչ, ըստ քարի համաձայն։ Եվ այստեղ ասում որ այդ քահանան Աքյանն են դեր, եւ նայեցեք, մենք հիշում ենք Տերը ասած էր, Դեր ինքը խոստում տված էր, որ դեմը գալիս է, որ հեղիի սերունդը այլոց քահանայությունից պիտի դադարի, բայց ոչ տակավին։ Եվ այնտեղ խոսել էինք, որ որոշ տակավին ժամանակ կար, եւ նրանից իդ կներ որ տեղ մի եկավ, որ այլոց հեղիի որդիներից այլոց քահանայություն չկար նրանց կողմից։ Ինչու տիրոջ դադական պատիժն էր։ Տերը տակավին շնորհալի էր, որ որոշ ժամանակաշրջանը թողեց հեղիի որդիներից, որ շարունակեն քահանայության մեջ, եւ այս բարակային Աքյան Տագավին հեղիի, ասենք, որդիներից էր։ Եվ ասում է այստեղը ժողովուրդը չգիտեր այս բարակայում, որ Հովնաթանը գնացել է։ Եվ այն գիրճերում, որոնց միջով Հովնաթանն ուզում էր անցնել պղշտացիների բահաբան զորքի մոտ, մի կարաժար գար մի կողմից եւ մի ուրիշ կարաժար մյուս կողմից, եւ այս անունները տալիս է, որոնց անունը Բազես էր եւ մյուսի անունը Սենա էր։ Հիմա սրանք ցույց տալիս են, որ հեղինակը որ էսպաները գրում է, ինչու մենք կարող է հասնել, օքեյ, ինչ պետք ունենք գիտնալու քարաժարի անունները։ Ինքը ցույց տալիս է, որ նրանք որ գարթում էին այս գիրքը, այն ադեն եւ այդ ադենից յետք եկող ասենք թե դասնյակ տարիները, կարող է նույնիսկ քանի 100 տարիները մարդիկ տակավին գիտեին այս երկու վայրերը ուր են եւ կարողանային գիտնալ, որ այս վայրերում բադահեց այս ասենք բادرազմը արավել Պղշտացիների բահաբան զորքը այնտեղ էր եւ սա կարեւոր է մեզ համար էլ ինչու որովհետեւ եւ Սուրբ Գիրքը այդպեսի մարագրգի տեղեկատվություն տալիս է որ եթե այսօրով օրինակ այս տեղերը հայտնի է մենք կարող ասել որ այս վայրում բադայեց այդ պատերազմը Սուրբ Գիրքը որով ճշմարտություն է եւ սուտ չի խոսում չի ասում զորօրինակ որ Փարիզում էր կամ Լոնդոնում էր պատերազմը չի ասում է այս ինչ վայրում էր եւ ասում է Սավուղը ուր նստած էր որովհետեւ մենք գիտնանք եւ ասում է այդ կարաժայրերից մեկը հյուսիսային կողմից ծծված էր Մակմասի դիմաց մենք ինչ առաջ կարտացինք Մակմասի վրայով Մակմասի դիմաց գաղտնում էր ասում է եւ ուրիշ կարաժայր մյուս կողմից որոնցից մեկի ներողություն իսկ մյուսը հարավային կողմից Կապայի դիմաց եւ Կապային դիմաց այնտեղ ով գար Սավուղը այսինքն մի խոսքով երկու բանակների այդ վայրերը ինքը պատկերացնում է մեզ համար, որ մենք գիտնանք։ Եվ Հովնաթանն իր զինագիր Բադանուն ասաց, Բադանի ասելով երդասարտը, եւ անցնենք այս անթլփատների բահաբան զորքի մոտ։ Եվ որ անթլփատ ասում է, այսինքն հիմա սա բարձաբես չի հիշեցնում, որ նրանք իսրայելացի են եւ նրանք պոշտացի են, սա միևնույն ոչ թե անպայման բարձաբես նախադինքի խոսքը Հաբա միևնույն Հովնաթանի այդ խոսակցությունը հիշեցնում է, որ նրանք Աստծո ուխտի ժողովուրդը չեն։ Մենք Աստծո ուխտի ժողովուրդը։ Սա բարձ ինչու որ մեկը կարող է դադել ասել, որ Հովնաթան ինչ անում է այստեղ։ Ինքը նախադում է բարձաբես։ Ոչ թե միայն բարձաբես։ Ես հավատում եմ, որ ինքը բարձաբես գիտնալով նրա բնութագիրը, ինչ տեսակի ինքը բնութագիր ուներ Հովնաթան։ Ինքը հիշեցնում է նրա այդ երիտասարդին, որ նա է, մենք Աստծո բահաբանությունը ունենք, նրանք անթլփատներն են, որովհետև դերը նրանց հետ չի, այդ հասկացողությունը կա մեջը։ Սա չի նշանակում, որ Հովնաթանը հաստատ գիտեր, որ դերը պիտի հաղթանակ դա։ Ոչ, այս բարակայում այդպես չի ասում Տագավին, մի քիչ հետ ավելի այդ հասկացողությունը ցեվոմը տեսնենք։ Եվ ասում է այստեղ վերջում, գուցե դերը մի բան անի մեզ համար,
Չէ որ դիրոջ համար արգելք չկա, որ շատ մարդով էլ ազատի, քչով էլ։ Հիմա այստեղ տեսնում ենք, որ ինք այդ հավատքը ցուցաբերումը, ինք այդ հավատքը ցուցաբերումը ինչ որ սավուղ այդպիսի հավատ չեր ցուցաբերում։ Սավուղ, որովհետև մենք այս գլխի մեջ տեսնում ենք, անցյալ գլխի մեջ արդեն տեսնում ենք, որ ինք արդեն վախեցած էր։ Հիշում եք անցյալ անգամ, որ ժողովուրդը ծրվում էր, ինք ուզեց մի բան անել, քահանայի գործը վերցրեց, մարգարեի գործը այս պարակայում, Սամվելի, անազանց եղավ Տիրոջ խոսքին, որ մարգարեի միջով տրված էր, եւ ինչու որովհետեւ ինք վախենում էր, որ ամեն մարդ գնում է, հիմա ես մենակ կմնամ, հետո ինչ անեմ ես։ Փշտացիներին սպանեն։ Չէ։ Այստեղը իր որդին, Սավուղի որդին Հովնաթանը ցուցաբերեց հավատք։ Երկրորդ հարցը, արդյոք Հովնաթանի գուցե դերը մի բան անի մեզ համար արդայդությունը գասկածի հարց է 6-րդ համարում։ Ոչ, ինչու։ Ինչու։ Որովհետև հաջորդ մասը, այո, այդ խոսքերից ետքը եւ ասեց գուցե դերը մի բան անի մեզ համար, ասում է չէ որ Տիրոջ համար արգելք չի կա, որ շատ մարդով էլ ազատի քչով էլ։ Այսինքն ինք չի գիտի իհարկե դերը ոնց պիտի միջամտի եւ դերը պիտի միջամտի։ Կերպը չգիտի, պարզապես ինքը Բայց գիտի, դերը կարող է այդ վստահությունը ունի։ Եվ սա մեզ քուրերեղ բանջան սովորեցնում է, որ Աստված ինք եւ որ վստահենք նրան եւ նրա թողենք մեր ասենք ինչ է դժվարությունը, ինչ է մեր ասենք վտանգը, որ սպառնում է մեր կյանքերը, ես բարակայում վտանգ կա։ Ինքը հիմարաբար չի անում ինչ որ պիտի անի։ Մի քիչ եք տեսեք ինչ պիտի անի։ Շահի ապագան որտե չես հասկանում բառը հարցրանալից։ Չէ, շահին օքեյ է։ Ավելի շատ հասկացա այս վերջին մասը 6-ից որ սև խոսա։ Հա։ Ինքը որը պատրաստվում է, որ մի բան անի այդ բղշտացիների բաղազորքի նկատմամբ։ Եվ նրա համար է, որ ինքը այս ագնարգով, այս խոսակցությունով ինքը ուզում է նրա գողքի եղող այդ երդասարտին այդ պատանուն ասել, որ դու պատրաստ ես, մենք ուզում ենք Աստծո ժողովրդի համար այսպես մի բան անել։ Որ Տիրոջը մոտ դժվարին բան չկա, արգելք չկա, ինք կարող է շատով ազատի, քչով ազատի։ Ինչպես որ հիշում եք Գիդեոնի բարակային, վերջո Տերը ասեց, չէ, շատ է, 300 հոգու իջեց, չէ։ 300 հոգի միան, հերիք էր ասեց։ Եվ հետո ասում է, եւ իր զինագիրը նրան ասաց. այն ամենը, ինչ կա սրտիդ մեջ, արա, առաջ գնա, ահա ես քո ուզածի պես քեզ հետ եմ։ Այսինքն մի խոսքով իր զինագիրը ինք պատրաստ է նույնիսկ մեռնելու նրա ասենք առաջնորդ Հովնաթանի հետ։ Եվ Հովնաթանը ասաց. հիմա մենք անցնում ենք այդ մարդկանց մոտ։ Նայ, հիմա Հովնաթանը այստեղը ինքը ոնց որ մի փորձ տալիս է, մի թեստ տալիս է։ Եվ ասում է հետևյալը. հիմա մենք անցնում ենք այդ մարդկանց մոտ, թող երևանք նրանց։ Եթե մեզ այսպես ասեն, գանք արեք, մինչև որ մենք գանք ցեզ մոտ, այն ժամանակ կգանքնենք մեր տեղը եւ չենք ելնի վեր նրանց մոտ։ Բայց եթե այսպես ասեն, արի եկեք բարձրացեք մեզ մոտ, այն ժամանակ կբարձրանանք վեր, որովհետև դերը նրանց մատնել է մեր ցերկը եւ դա նշան կլինի մեզ համար։ Նայեցեք, հիմա առաջ որ մեկը ասա, հիմա ես հարց տամ մեր on-line լսող եղբայր քույրերին, եթե մեկը ցանկանում է որ պատասխանի։ Հովնաթանի այս թեստը, որ ինք արեց, միտե դա հանդգնություն է Աստծո նկատմամբ կամ ոչ, եւ ինչու։ Միտե ինք հանդգնություն ցույց տալիս է, այսինքն մի խոսքով, այո, խիզախություն տեսնում ենք, բայց կարող է մեկ ասել, սա հիմարական խիզախություն է։ Հիմարություն է։ Ոնց ինքը երկու հոգով պիտի գնա, այնտեղը այսքան մարդ կա։ Հազարներ չէ, փոքր խումբ է։ ինքը ոչ թե իրավույսը զորքի փոքր ու քչի շապի վրա է, այլ Տիրոջը վրա է։ Եվ Տիրոջը վրա։ այստեղ նույնը հիշում ենք նույն կարևորությունը նկարազարդում անենք։ Երբ որ Աբրահամը ուղարկում է իրան Իսահակի համար աղջիկ ուզելու, ինչ ասում, եթե կինամ ջուր քաշելու։ Հա։ Այո, դա նկարազարդում է Սուրբ գրային։ Ուրիշ նկարազարդում է եւս
էլի ճարաճ Գեդեոնի մասին խոսեցանք, ով հիշում է այդ էլի սրա նման զուգահեռ նկարազարդումը սուկրային, որ Գեդեոն սա ամենադեն չի պատահում Աստվածաշնչում, սա չի նշանակում որ զորնակ, եթե այսօր Ագոբ ջան, Շահեն ջան դուրս գնացինք միասին եւ ես քեզ ասեմ առաջին աղջիկ որ դուրս պիտի գա սենյակից եւ կա օրինակ քեզ կանտե ծերնվելու հետդ զորնակ քեզ մի օրինակ շոկոլադ մը ռամցնե ուրեմն սա նշանակում է որ այդ աղջիկը քեզ համար է ամուսնալը ամենադեն չի լինում այսպես բաներ այս բարակայում ասված գործում է Հովնաթանի միջոցով որ Դիրոջ парքի համար եւ ազոր ժողովրդի համար հաղթանակ մտարվի ի պատրաստություն Իսրայելի թագավորությունը ավելի հիմա գազմագերբվում է որը դու արդեն Սավոյից հետ Դավիթը գալիս է մինչեւ այնադեմ որ Դավիթ եւ որ եկավ ավելի գազմագերբված հիմա Դագավին Սավուղի օրով Դագավին այդ գազմագերբությունը չկա Սավուղը այդ դիրքի վրա չէ ինչ որ Դավիթ այդ դիրքի վրա էր երբ սկսեց իր թագավորությունը ուղիղ գիտենք սա գլխի վերջը անցյալ անգամ Միան Սավուղ եւ Հովնաթան նրանք սրեր ունեին ուրիշ մեկը չուներ Իսրայելի ժողովրդից այսինքն Դագավին այնտեղը չէ ուր բանակը պետք է ունենա բանակը Դավիթի օրով արդեն իսկ երբ որ ինք ստանցնեց թագավորությունը 7 տարի հետքը որ ինք թագավորեց Սադից հետո լրիվ Իսրայելի վրա որ թագավորեց 33 տարի եւս այն ադեն լրիվ բանակ ուներ իր դրամատուրգիան տակ Աստված ինք գործում է նրա միջոցով։ Մա Գեդեոնի բարակային հիշում ենք, չէ՞, մա գարջի կաբաց ասես ու բուրտը ասեց, եթե այսպես տնեմ եւ ցողը մի բուրտի վրա լինի եւ չլինի, հնարավոր է որ արավոտում պատկերացրեք, արդում, օրինակ դաշտում միայն ցող էստեղ լինի, բայց բոլոր մյուստեղը ցող չկա։ Չի լինում այդպես, բայց Աստված կարող է անել։ Այսինքն on the fleece you got wetness but nothing else around it. That's in the open field. Ցարիշպես։ So Սա մի խոսքով նշան մներ, որ Գեդեոն ուզեց եւ նրանով ինք ասեց, որ այն ադեն կարող եմ գիտենալ, որ Տերը նրանց այսինքն ցերս տված է, որովհետեւ կարողանամ հաղթել եւ որ պատրաստեմ։ Ուրեմն ամենակարևորը, ինչպես ասեցինք, ելի հետեւյալն է, որ Հովնաթան հավատքով ինք մոդիկացավ այս բոլոր հարցում։ Հավատ ցուցաբերեց։ Ինք ցուցաբերեց, որ ինք վստահում է Տիրոջը։ Նույնիսկ երբ պատկերացրեք հիմա դու երկու հոգի անգամ մարդկանց թեմ քո թեմ ասենք 10 անգամ ավելի ո՞ց կարողանաս ինք ասես դիրոջմով քիչը շատը խնդիր չկա այդ հավատքը կարևոր է մենք ունենանք եւ դիրոջ շիդակցիով փորձենք իր բարությունը վայելենք եթե Տեր ինք կամեցավ պատասխանե մեզ սիրով եթե Տերը չկամեցավ պատասխանե մեզ ինքը Տերն է ինքը ինչ որ ուզում է ինք դա կարող է անել։ Շատ ադեններ եղած է վստահ եմ դուք կարող եք վկայել, որ Աստված երբ աղոթես եւ իր գամքը խնդրես, որ ով Տեր քո ուզածդ լինի։ Ես աղոթում եմ, որ դու ցույց տուր քո ծերդ այս հարցում եւ երբ Աստված ինքը այդ հարցում ինք իր ծերը կտեսնաս այդ հարցի մեջ, որ ինչպես այդ հարցը լուծվեց, դու ասես Փառք Աստծո։ Վստահ եմ, որ ամենից տարբեր վկայություններ ունենք։ Համար եթե կուզի դատավորած 6, 36-ից 38 համարների մեջ է։ Այո, դատավորացի մեջ է։ Ախնդիր չկա Արտուր եղբայր կարտո, բարձր սուկրային հղումն է։ Հա, բայց ավելի ես ուզում եմ նրանց հարց տալ, որ եւ որ ասում է, միթե 6-րդ համարում Հովնաթանի ասածը գուցե դերը մի բան անի մեզ համար, այս հարցը միթե կասկածի հարց է ոչ։ Սա երկրորդ հարցն էր մեր։ Հիմա շարունակելով եւ հաջորդ հարցը այո on-line եղբայր քույրերին պիտի խնդրեմ որ նրանք եթե կարողանան մասնակցել ուրեմն այստեղը ինչ եղավ նայեցեք 10-րդ համարը Հովնաթան իր ասածը ասեց որ նրանք ասեն դուք եկեք բարձրացեք մեզ մոտ այն ադեն մենք կարող ենք գիտնալ ասեց որ այո Տերը ինք մեր ցերկը մատնել է նրանց եւ դա նշան կլինի մեզ համար 11-րդ համարը եւ երբ նրանք երկուսն էլ երևացին պղշտացիների բաբան զորքին պղշտացիներն ասացին այ եբրայեցիները դուրս են եկել իրենց թաքնված ծագերից հիմա իհարկե նրանք մտորում են ասում են կարողա որ
երևի իրենք վազ անցան Սավուղի հետևելուց։ Նրանք պիտի խաղաղություն բնդրեն։ Նրանք մեզ պիտի խնդրեն մի բան, որ մեզ չսպանեք եւ այլն։ Ինչ որ նրանք կարծեցին իհարկե հագարակն էր։ Բայց նրանք ասեցին, այցեք, թաքնված ծագերից դուրս գալիս են նրանք։ Եվ Բաբան զորքից Հովնաթանին ու նրա զինագրին պատասխանեցին եւ ասացին. Բարձրացեք մեզ մոտ, մենք ցեզ բան ունենք հաղորդելու։ Ինչ որ էր նրանց հաղորդելը, ինչ որ ցանկանում են հաղորդել, մենք չգիտենք, ինչու որովհետեւ Հովնաթանը եւ այդ մյուս երդասարտը արդեն մի քիչ հետքը նրանց հետ կգրվեն եւ նրանց կսպանեն։ Եվ Հովնաթանն իր զինագրին ասաց. իմ հետևից վերելիր, էլի հաստատորեն ասեց, որովհետև Տերը նրանց մատնել է Իսրայելի ցերկը։ Եվ ոչ թե միայն այդ խումբը հասկացավ ինքը, որ պատերազմը Տիրոջն է։ Պատերազմը Տիրոջն է։ Եվ հաղթանակ տվողը Տերն է իր նպատակների համար։ Մենք գիտենք ին ուխտից Իսրայել երբեմն պատերազմում էր եւ գրվում էր, պարտվում էր, երբեմն հաղթում էր։ Մենք անգամներ եւ անգամներ տեսնում ենք Աստծո խոսքից, որ ինչպես Աստված ինք իր ժողովրդին հաղթանակ տալիս է, կամ երբեմն իր ցերկը քաշում է օգնելուց նրա ժողովրդին, որովհետեւ ցուցաբերի, որ նրանք սխալ մի բան արել են։ Եվ այս բամության մեջ մի քիչ հետ կտեսնենք, որ Տերը մի անգամ Սավուղի պատասխան չի տալի նրա աղոթքի համաձայն։ Եվ բաճարգա, դա էլ քննարկենք հետո։ Եվ Հովնաթանը 13 համար ցերկերով ու ոտքերով մաքլցեց, նրա զինագիրն էլ նրա հետևից, եւ փղշտացիներն ընկնում էին Հովնաթանի առջև, նրա զինագրին էլ նրա հետևից էր սպանում։ Եվ այս առաջին գոդորվածի ժամանակ Հովնաթան ու նրա զինագիրը մոտ 20 մարդ սպանեցին։ Գես լծվարի չափ գետնի վրա, այսինքն մի փոքր դարածք էր, հիմա այդ ասենք ուր որ այդ բաղազոր կգար, մի փոքր դարածք էր, որ 20 հոգու չափ այնտեղ գար, եւ նրանք անգամ մարդ սպանեցին, կարողացան։ Եվ սարսափ ընկավ ասում է դաշտում, բանակի եւ ժողովրդի մեջ։ Բաբան զորքն ու ավարարուներն էլ զարհուրեցին, երգիրը նայեցեք դղրտաց, բարացիորեն, եւ Աստծո վախը բադեց նրանց։ Հիմա հարցը հետեւյալն է, երրորդ հարցը, թիվ 3 հարցը, on-line եղբայր քուրերից, խնդրում եմ առաջ նրանք ներգրավվեն, եթե հնարավոր է։ Ինչ նշանակություն ունի երգիրը դղրտաց եւ Աստծո վախը բադեց նրանց արդայդությունը։ Ինչ ասել է սա։ Ինչ է երգիրը դղրտաց։ On-line եղբայր քուրերը Մարդու եղբայրը պատասխանը տվեց այդտեղից։ Եգրաշարժ եղավ Աստծո կողմից, Տիրոջ կողմից եգրաշարժ եղավ եւ այդ պատճառով էլ Աստված այնպես մի բան արեց, այսինքն մի խոսքով ինք միջամտեց։ Երբ պետք ուներ միջամտեց եւ Տերը իր հավատարմությունը ցուցաբերեց Հովնաթանին։ Ինչու Հովնաթանը հավատաց, որ Տերը կարող է քիչով կամ շատով ինք հաղթանակ տա, եթե ուզե։ Եվ Տերը տվեց։ Ինչու որ Տերը պետք չունի ավելի մարդկանց թվերին։ Տերը ինչ արեց։ Ինք միջամտեց։ Երգիրը թղրտած բարացիորեն Տերը երկրաշարժ արեց այնտեղ, ուր որ փղշտացիները կային։ Եվ Աստծո վախը բադեց նրանց։ Իհարկե, որ երգիրը թղրտած, այդ ինտենսիվությունով եղավ, այդ ուժգունությունով եղավ, որ նրանք արդեն հասկացան, որ այստեղը մենք չենք կարող հաղթել այս անգամ։ Աստված որը միջամտեց։ Դրա համար է որ ասում է, եւ Աստծո վախը բադեց նրանց։ Ուրեմն սրանից կարող ենք ենթադրել ապահովաբար, որ նրանք հասկացան, որ ով միջամտում է։ Այս երկրաշարժը ումից է։ Աստծո մատը կա։ Նրանք հասկացան, ինչու որ մենք հիշում ենք սրանից քանի գլուխներ առաջ, երբ Դագոնի բարակային արդեն հասկացան վերջը, որ Իսրայելի Աստվածը նրանց հետ կրվում է, պատրաստվում է։ Չեն կարող հաղթել։ Տարեք այդ ուխտի դաբանակը մեր մոդից։ Այդպես եղավ։ Եվ 16 համար Սավուղի դեդերը Բենյամինի Կաբայից տեսան, որ այն զորքը հալվում է եւ գնալով ծրվում։ Պատրաստվեց վազանցան։
Սավուղը մի նիզագմը չարցագեց նույնիսկ այս պարակայում։ Ինչպես որ մենք մի քանի գլուխի հետ կտեսնում ենք 17-րդ գլխում, երբ Գողիաթի հետ Դավիթ մենամարտեց, ոչ մի նիզակ, ասված մի հոգու միջոցով, մի հոգ, այս պակա երկու հոգու միջոցով։ Դավիթ Հովնաթան, տեսակ, այդ զուգահեռները, երկու այդ ասենք մոդիկ եղբայրները։ Եվ Սավուի դեդերը դեսան, որ փոխստացիների զորքը նրանք գնալով ծրվում են, եւ Սավուղն ասաց իր հետ եղող զորքին. նայեք եւ տեսեք, թե ով է մեզնից գնացել, ինչու ինք արդեն տրամաբանեց, որ եթե նրանք փախչում են, մեզանից մարդիկ կարող է արձակվեցին, իհարկե Սավուղը հիմա կարող է չգիտի, որ տեքստը չի ասում երկրաշարժի մասին, չգիտեն, չգիտե ինքը, ով գնացել է, ինքը լուր չունի օրինակ, որ այդ երկիրը որ տղրտած, Սուբկիկը երբեք չի ասում, որ իսրայելացիներն զգացին այդ տողը, որ բադահեց, չզգացին, նրանք հանգիստ, խաղաղ, արավոտը իրենց կոֆեն խմում են, այսինքն հանգիստ անում, ինչ բադահեց, եւ ասեց, Սավուղն ասաց, այդպես նայեցեք, եւ նայեցին եւ տեսան, որ ահա Հովնաթանն ու նրա զինագիրը չկան։ Այդ ժամանակ Սավուղն ասաց Աքիային. մոդեցրու Աստծո տաբանակը։ Այդ ժամանակ ասում է Աստծո տաբանակը Իսրայելի որդիների մոտ էր։ Սավուղը դեռ խոսում էր քահանայի հետ, երբ փոշտացիների բանակի մեջ աղագն ավելի ու ավելի էր մեծանում, եւ Սավուղն ասաց քահանային. «Ցերկդ ետ կաշիր»։ Նայեցեք, հետեւյալ հարցը։ 4-րդ հարցը. Ինչ կարելի է ասել Սավուղի բնավորության մասին, հետևցնելով իր ասածի համաձայն այս երկու ամառներից։ Հիմա եւ որ ասում է այստեղը 18 ամառում մոդեցրու Աստծո տաբանակը, հետո ասում է ցերկդ ետ կաշի, ասում է, չէ՞, ցերկդ ետ կաշիր 19 ամառում։ Այսինքն ինչս է այս երկու հագասական թվացող խոսքերը եւ ինչ սրանք մատնանշում են նրա բնավորության մասին։ Վախկոտ էր ինքը։ Չէ, վախկոդության հարց չէր։ Հպարտություն ուներ։ Հպարտություն գար քույրս այդտեղը, այո, բայց այստեղը մի ուրիշ անձի կա, որ կարող են ավելացնել։ Ուրիշ ինչ կարող են գեզրագացնել։ Ինքը ինչի ասած տապանակը հետո ձերքդ քաշի, չեմ հասկանում։ Հա, Ինչի համար է դիտել։ հիմա ինք ուզում է Աստծո գամքը բնդրի, ինչու քահանան այնտեղ է, եւ միևնույնատեն ծերը ետ քաշիր ասում է։ Այսինքն մի արա ինչ որ պիտի աներ, ինչ որ քեզանից խնդրեցի։ Հիմա այստեղը տեքստային հարցը մի քիչ կարող է լինել, բայց չեմ ուզում այնտեղը մեջը գնալ ավելիով, որովհետեւ եւ որ ասում այստեղը տաբանակը կարող է որ բարձր տաբանակի մասին չէ, հաբա քահանայի ներկայությունը որ ինքը Եփուդ ակած է, այդ Եփուդի վրայով որ հիմա դու ինչ որ ասեցի արա, հետո ցերդ ետ կաշիր։ Սա տեքստային հարց է տաբանակի առումով 18 համարի նկատմամբ, որ չեմ ուզում ավելի մեջ մտնել, բայց բարձրապես ասելով որ քահանայի ներկայությունը այնտեղ է, Յուրիմի եւ Թումիմի այդ հնարավորությունը կա։ Արգա են որ Տիրոջ կամքը բնդրի նրանց միջոցով։ Նրա համար է որ ասում է ցերդ ետ կաշիր։ Քահանան, ուրեմն էլի ասելով իր այդ սպիդակ զգեստը որ հագնում էր, մասնավոր հագուստ էր, նրա ասենք թե գուցքի վրա երկու այդ քարերը կային եւ Տերը այոյով եւ ոչով խոսում էր նրանցով։ Ոչ դա, սա ավելի Տիրոջմե խնդրելը, Տիրոջից խնդրելը, այո։ Եվ հա, սա էր, հա։ Վիճակագրությունը ուրիշ բան է, մի քիչ հետ կարդեմ վիճակագրության մասին հանդիպում ենք այս հատվածում։ Վիճակագրություն կա այստեղ, այո։ Հիմա Տիրոջը սпасելու հարցն է։ Ճիշտ, այսինքն մի խոսքով, եթե դու Աստծո գամքը բնդրում ես Աստծո գամքը, քահանայի միջոցով, սпасիր։ Բարձրապես որ հիմա ագանչդ հասել է որ, պղշտացիները նրանք փախչում են։ Թող դու արդեն մի խնդրանք մը դվեցիր Տիրոջ, թող որ Աստծո մարդը իր գործը անի։ Մի խոսքով, գարձես թե էլի թալիզմանի նման
բարի բախտ բերող մի բանի նման, Աստծո այդ գործիքները, որ սուրբ գործիքներ են, ինք այդպեսի իր դրամատրվածության դակ օգտագործումը կայս թե բարի բախտ բերող թալիսմանի նման իրեր են։ Չէ, դու արդեն խնդրեցիր, սպասիր։ Դերը կարող էր ասել, որ Սավուղ, ինչպես տեսնում ես, արդեն Հովնաթանի միջոցով այդ հաղթանակը եղել է, անշուշտ այս պարակայում դերը կարող էր, եթե ուզեր հայտնություն տալ, Սամվել մարգարեն ներկայացնել, Սամվելի միջոցով կարող ասել, բայց այս պարակայում այո ոչով պիտի խոսեր։ Թող դերը ասա իր ասելիքը, բայց ինք իր հանդգնությունը տեսնում ենք, որ իր մոդեցումը առողջ մոդեցում չէր։ Ազո մարդու գործը պիտի թողես, որ ինքանի։ Դու թակավոր լինելով, սա չի նշանակում, որ դու կարող ես վերահսկել, կոնտրոլի տակ բահել Աստծո մարդուն։ Սա իր սխալ մոդեցումներից մեկն էր, որ դու խնդրեցիր Աստծուց։ Հիմա պատկերացրեք, որ դու խնդրանք ունես աղոթքի միջոցով Աստծո, եւ հետո որը մի բան լսեցիր, մի խոսքով այլևս Աստծո աղոթելուց դադարեցիր։ Պետք չունես։ Բայց աղոթում էր քոնե, այսինքն ասա որ ով Տեր, շնորհակալ եմ, որ դու աղոթքի խնդրանքս, որ պղշտացիների բարդություններ պատասխանեցիր ծևոմը, որտեղ Հովնաթանի նման այդ հավատքը չունի ինքը։ Հովնաթան գիտի, որ Տերն է, որ հաղթանակ տվողն է քիչով կամ շատով։ Բայց Սավուղի համար չէ, նրա համար այդ մոդեցումը չունի ինքը։ Նրա համար ինչ որ պրակտիկական է, գործնական է, լավ է։ Երբ մենք շատերս այդպես անում ենք, չէ՞, շատ անգամ հավատացյալներս ալ, հայերս ընդհանրապես։ Երբ պետք ունենք, ով Աստված ջանևան, եւ որ պետք չունենք, պետք չկա, ցերկդ քաշիր, աղոթելու պետք չկա, Աստծո գամք խնդրելու պետք չկա։ Ընդհանրապես Աստծո պետք չկա, եւ որ պետք չունենք նրա։ Բայց Աստված ինքը իր ծևեր ունի մեզ խոնարեցնելու եւ Սավուղին ալ արդեն գանի այդպես։ Եվ վերջ-վերջո ինչպես գիտենք բաբությունից առաջին թագավորների, որ Սավուղի հստակ պիտի անի, ինչպես անցյալ գլխում մարգարեին միջոցով, Սամվել մարգարեի միջոցով հստակ արեց, որ թագավորությունը քեզանից արդեն վերցվում է։ Մի գլուխի հետ կը, գալ գլուխը շատ լավ գլուխ է։ Այս գլուխն է շատ լավ գլուխ է։ Բոլոր գիրքը Աստծո շունչն է, հա։ Եվ տեսնում ենք, որ դերը երկրորդ անգամ այդ ծևով ասելով հնարավորություն տալով Սավուղի, Սավուղ անգամ միոց պիտի փաստի, որ ինք հարմար չէ առաջնորդելու Աստծո ժողովուրդը։ Եվ ասում է այստեղը 10-ին համարում Սավուղ երբ որ խոսում էր Քանայեդը, պղշտացիների բանակի հետ աղաղակը լսվեց, ասեց ցերկդ ետ կաշիր, եւ 20-րդ համար Սավուղն իր հետ եղած ամբողջ զորքը հավաքվեցին մեկտեղ եւ գնացին մինչեւ պատրաստի դաշտ եւ ահա այնտեղ ամեն մարդ սուրն ուղղել էր իր ընկերոջ դեմ եւ շատ մեծ խռովություն կար։ Պղշտացիների միջև էսա իրար մեջ գրվում են։ Աստված արդեն այդ շփոթությունը ստեղծել է, այդ խռովությունը ստեղծել է նրանց մեջ, ինչու որովհետեւ այդ ասենք թե թողը կա, այդ երկրաշարժը կա եւ նրանք չգիտեն ինչ լինում է, մի բան բադայել է, որ իրար թեմ հիմա գրվում են։ Մանրամասները չգիտենք, տեղյակ չենք, բայց հստակորեն տեքստը ասում որ այդպես լինում էր։ Եվ այն եբրայեցիները 21 համարում, որոնք առաջ պղշտացիների հետ էին եւ որոնք շրջակա երկիրներից նրանց հետ բանակ էին եկել, ավասիկ տեսնում ենք, նրանք էլ միացան Սավուղի եւ Հովնաթանի հետ եղած իսրայելացիներին։ Այսինքն գային իսրայելացիներ կարող է որ նրանցից լինեին, որ ոնց որ գրվում էին պղշտացիների հետ, որ նրանք պղշտացիների հետ էին, բայց հիմա պղշտացիները արդեն պարտվելու սկսեցին, վազանցան պղշտացիներից, կարող է 20 կրվել նրանց հետ, բայց տեքստը չի ասում դա, բայց մենք կարող ենք ենթադրել, որ այդ գրվողներից պղշտացիների թեմ, որ նրանք միմյանց հետ գրվում էին, պղշտացիները, նրանց միջից կային այդ եբրայեցիներ, որ մի ադեն ոնց որ դավաճանություն արել էին Սավուղի դեմ, հիմա իդ վերադարձան, տեսնելով որ, it's so convenient, ինչ հեշտ է։ Գիտես, եթե հիմա վերադառնանք Սավուղի մոտ, որ ինքը հիմա հաղթողն է։ Բայց իհարկե, մենք գիտենք, որ այսպիսի, ասենք, բնութագիր կամ բնավորություն, ասենք, լավ չէ, այսպիսի մարդկանց նկատմամբ։ Եվ ասում է 22-րդ համար, Իսրայելի բոլոր այն մարդիկ, որ թաքնվել էին Եփրեմի սարում,
լսեցին, որ փոշտացիները փախչում են, եւ նրանք նույնպես պատերազմի մեջ մտան։ Թե այդ եբրայցիները, որ առաջ նրանք փոշտացիների հետ եղել էին, եւ թե նրանք, որ Եփրեմի սարում թաքնվել էին, նրանք էլ միացան Սավուղի, ինչու որտեվ հիմա ավարգա պիտի գնան, թալանեն, չգիտեմ ինչ անեն, հարստանան այդպեսով, եւ սա սովորական է։ Վախենում էին Հա։ Հա։ Բանակում այդպեսի Բայց զինվորներ քոնե Արթուր եղբայրջան, այս բարակայում, այս Եփրեմի սարում եղողները նրանց հանցանքը կարող ենք ասել, մի քիչ ավելի նվազ էր բախտած մյուս թավաջաններին։ Թավաջանները ավելի մեծ են նրանց հանցանքը։ Եվ այդ օրը, նայեցեք 23 ամառը Ազո խոսքի վկայությունը, դերը ազատեց Իսրայելին։ Եվ պատերազմը հասավ մինչև Պետավան։ Չի ասում Տերը ազատեց Իսրայելի Հովնաթանի եւ նրա այդ ընկերագիցի միջոցով կամ Սավուղի միջոցով։ Տերը ազատեց Իսրայել, որը հստակորեն Սուրբիկը մեզ չի ուզում շփոթեցնել կամ խաբել, որ պատերազմը հաղթանակ տվողը պատերազմի ով է։ Փառքը դեպի Աստվածամի։ Փառքը դեպի Աստծո է։ Փառքը դեպի Տիրոջն է։ Եվ այդ օրը 24-րդ ամառ Իսրայելի մարդիկ դագնաբեցին, որովհետև Սավուղը ժողովրդին հիմա այստեղը պատերազմից մի խոսքով յետքը չասենք պատերազմի դակավին այդ ոլորտումը, բայց պատերազմը արդեն քրեթե եղել է վերջացել է, փոշտացիները արդեն պարտվել են, բայց հիմա ուրիշ խնդիր մը կա, ուրիշ հարց մնել կա 24 ամառից սկսյալ։ Այդ օրը Իսրայելի մարդիկ դակնաբեցին։ Ինչու դակնաբեցին։ Որովհետև Սավուղը ժողովրդին երթվել էր դվել եւ ասել. անիծյալ լինի այն մարդը, որ մինչև իրիկուն հաց ուտի։ Հիմա բարք դրոջ որ Արկադի եղբայրս հայ չէր։ Հայ եթե լիներ մենք կասենք գնա մեր մոդից։ Մենք չի կարելի, հնարավոր չի։ Մենք հաց ուտում ենք եւ գուտենք։ Քեզ մենք դիք չենք անում։ Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև իրիկուն հաց ուտի, մինչև որ իմ թշնամիներից վրեժ չառնեմ։ Սա իհարկե առաջ շուտ ասած էր, շուտվանից ասել էր։ Դակավին պատերազմը չէր ամբողջացել։ Ինքը իր արևին մի խոսքով իր խելքին այդպիսի վճռականորեն այդպիսի արդայություն էլ արեր, որ ասելով որ մինչև որ իմ թշնամիներից վրեժ չառնեմ, մեկը չի կարող հաց ուտել եւ ամբողջ ժողովուրդը բերանը հաց չտրեց, նրանց վախից, ինչու որ նրանց առաջնորդն է, նրանց թակավորն է։ Հաջորդ հարցը, 5-րդ հարցը։ Ինչ է ցույց տալիս Սավուղի կողմից ժողովրդին երթում տալը նրա առաջնորդության հմտությունների մասին։ Նրա առաջնորդության մասին։ Ինչ ցույց տալիս է սա։ Դրամապանական առումով։ Այսինքն պատերազմից առաջ ասել երկրորդ որ հաշ չուտել։ Պատերազմի օրը, դակավին պատերազմ եղած չէ։ Հա, մինչև պատերազմը լինելը, ինքը որ չի գիտեր, որ Հովնաթան ինչ արեց, դերը ինչ արեց այդ երկրաշարժի առումով։ Հա։ Հա։ Այսինքն մի խոսքով սա ինչ ցուցաբերում է մեզ նրա առաջնորդության հմտության նկատմամբ։ Առաջինը on-line հարթակը որտեղ զայները փախել են չեն խոսում։ Երկու անգամ արծեցի, մեկը չասեց սպամը։ Չէ, հապշտակված են կարող է։ Չէ, առանց մեզ չեք կարող, խնդրում ենք։ Առանց մեզ չեք կարող։ So, հապշտակությունը պիտի Նոյան Պապանը որտեղ իջել անդեից սկզբից։ Ոչ մեկ առաջինի։ մենք հայերս կլինենք, հայ հավատացյալները ասենք։ Հայաստանի հայ։ Հայաստանի հայ հավատացյալները, Հայաստանի հայ հավատացյալները։ Շատ լավ։ Արթուր եղբայրը խնդրում ա որ դուք մի բան ասեք։ Հիմա 5-րդ հարցը։ Այսպիսի երթվելը ինչու՞ տալիս է Սավուղի առաջնորդության հմտության մասին։ Տրամաբանորեն Արթուր եղբայր, կեցիր, կներես։ Բան չասեք, ասում տրամաբանորեն էլ տրակ ասեք։ Սա կներես։ Որ նրանք պատասխան, գիտեմ, նրանք չեն ասում մի բան։ Ինձ թվում է ցույց է տալիս իր անհնազանդությունը Աստծո հանդեպ եւ իր գոռոզությունը, իր իշխանությունը ցույց տալով։ Գոռոզությունը, իր իշխանությունը ուզում է, որ ինք դիրաբեդի մի խոսքով բոլոր այդ իրադարձությունները, որ կապ ունի պատերազմի հետ, որ ես եմ առաջնորդը, ես ինչ որ ուզում եմ, այդպես անեմ, եւ մի խոսքով կարող է Ինչ վնաս պատճառեց։ Հա վնասնալ, հիմա վնասնալ պատճառել մի քիչ հետ կտեսնում ենք։ Այո, բայց միևնույնատենալ այդպիսի արարքով կարող ենք ասել, որ Սավուղ այդպիսի երթվեցնելով նրա ժողովրդին ուզում է ինք
նրա վախը իրենց սրդերում բարդատրի, որ ժողովուրդը իր հետ կրվողները, սիմվորները, որ նրանք չխոդորեն նրա իշխանությունից, ինչպես որ քույրս ասեց, եւ այդպիսի ցևով չես կարող անել, որովհետեւ մենք գիտենք, որ բادرազմում ժողովուրդը պետք ունի հացի։ Հիշում ենք իբր Սուկրային պատկերազարդում կամ նկարազարդում երկու թագավորների մեջ, երբ Դավիթ ինքը այդ Պերսապեի Ուրիայի բամության ընթացքում ինքը յետև մնաց, ինքը ասում է չգառնան, եւ որ բանակները գնում էին, ինչ անում էին, նրանք որ գնում են, այն ադենն է գարունը ինչու պատրաստելու լավա, ցուրտ չէ եւ ուտելիք կա։ Մայիս, հունիս, այդպեսի ամիսները ուտելիք կա, որտեղ գարունից սկսյալ։ Բայց դերը մի քիչ հետ կա արդեն տեքստում, հատվածում մենք կտեսնենք, որ Սավուղի այս որոշումը հիմարական որոշում էր։ Սա մեզ ցույց տալիս է, որ ինք պետք եղած կարող առաջնորդը չէ, որ պետք է իր ժողովուրդը, Տիրոջ ժողովուրդը առաջնորդի։ Եվ ամբողջ ժողովուրդը մտավ մի անդար 25 համար, որտեղ գետնի վրա մեղր կար։ Եվ երբ ժողովուրդը անդար մտավ, ահա մեղր էր ծորում, բայց ոչ ոք ցերկը բերանին չմոտեցրեց, որովհետև ժողովուրդը վախենում էր երդումից։ Մարդու վախը ինչ կանի, Սուրկիկը ասում է, քայթաղություն է, բայց Տիրոջը վախը կյանք է։ Նա որ Տիրոջից վախենում է, ոչ մի բան իրեն չկարող վախեցնել, ուրիշ ոչ մի բան։ Որովհետև երբ որ Աստծո վախը ունես սրտումդ, դու գիտես, որ եթե դու վախենում ես Աստծուց եւ դու Աստծո ընկերն ես, նա քո հայրն է, դու նրա զավակն ես, որդին ես, ինչ կարող է բադայել, ինձ պիտի սպանեն։ Okay։ Վերջ Տիրոջ ներկայության մեջ եմ։ Ամենավատը դա է, որ ինձ կարող են անել։ Ես չեմ ասում մենք ուրախ ենք, որ մեզ սպանում են, դրա մասին չէ, բայց նույնիսկ եթե մեզ սպանեցին, Տիրոջը մոտ լինում ենք։ Բայց երբ որ մեկը Աստծո վախը չունի, ինք ապահովագրություն չունի այս կյանքի մեջ, որ ինչ պիտի բադայի նրա հետ, որ ասված նրա տերը չէ, նրա հայրը չէ, ապահովագրություն չկա, երաշխիք չկա նրա կյանքի նկատմամբ։ Ամբողջ ժողովուրդը վախեցավ այդ երդումից, բայց Հովնաթանը չէր լսել, երբ իր հայրը ժողովրդին երդվել էր տվել, եւ իր ցերքի գավազանի ծայրը մեկնեց, կողեց այն մեղրի խորիսխի մեջ, չավոր է, մեղրի խորիս կամով է, եւ իր ցերքով բերանը տարավ ու նրա աչքերը լուսավորվեցին, այսինքն մի խոսքով սոված էր ինքն էլ, գրվեց ինքն էլ, ուժ եկավ նրա վրա։ Մեղրը մենք գիտենք, որ այդ էներգիան տալիս է, չէ՞, այդ ուժը տալիս է։ Հիմա մենք չենք ասում պատերազմի ընթացքում, ոնց որ մենք մեր հայկական սովորության համաձայն սեղան նստում ենք, 2 ժամ ուտում ենք, միասին ուրախանում ենք, Աստծո շնորհակալություն ենք հայտնում, մեր փորերը կշտանում են եւ լիցքավորվում են, չեն կարող գրվել, բայց զինվորների հետ դա չէ հարցը։ Մի փոքր բան պետք է ուտեն, որ այդ էներգիան դա նրանց, չէ՞, որ կարողանան գրվել։ Եվ իր աչքերը լուսավորվեցին, սա ցույց տալիս է, որ ինչ որ ինք արեց, լավ էր, լավ բան էր։ Այդ ժամանակ ժողովրդից մեկը պատասխանեց եւ ասաց. հայրդ ժողովրդին երդվել է տվել, ասելով, անիցյալ լինի այն մարդը, որ այսօր հաց կուտի։ Եվ ժողովուրդը նվաղել էր, Աստծո խոսքը ասում է, ժողովուրդը ասելով բանակի մասին խոսում է։ Եվ Հովնաթանն ասաց, հայրը ժողովրդին ասեց, նեղության մեջ է գցել։ Նայեք աչքերս լույս ստացան, երբ այս մեղրից մի քիչ կերա։ Այսինքն ուզում եք տեսնել, որ որը շիտակ։ Հիմա Հովնաթան ինք իր հոր առաջնորդության դեմ չի գնում։ Ինք ըմպոստություն չի առաջարկում նրա ժողովրդին։ Ոչ։ Հովնաթան երբեք այդպես բան չի արել հորը դեմ։ Հովնաթան միշտ հորը հանդեպ հավատարիմ էր։ Անշուշտ, երբ հայրը ուզում էր մեղք գործել, մենք հիշում ենք Դավթին, Դավթին ասում էր, լուր դալիս էր, ինչու, որովհետև Հովնաթան իբր արդար մարդ չի կարող ինք ոնց որ լուր մնա եւ թողի, որ իր հայրը անարդարորեն սպանի Դավթի։ Այս բարակայում ինք արդարությամբ խոսեցավ։ Ինք նախատինք չի սա։ Չէ, նախատինք չի, սա ճշմարտություն է։ Ինք իր օրը սիրում էր։
երբեք չկա ոչ միտեղ Աստծո խոսքում, որ ասում է Հովնաթանը ոնց որ օրինակ, զոր օրինակ, գիտնալով որ Դավիթը հաջորդ թագավորը կլինի, ուրեմն իմ հայրս կարևոր անձնավորություն չի այլևս, չէ, ինք գիտեր, սպասում էր Տիրոջ ժամանակին եւ նույնիսկ միտեղ ինքը ասեց, մեկ թագավորների մեջ կա, ինքը հավատում էր, որ թագավոր կլինի Դավիթը, ինքն էլ մի խոսքով նրա հետ, երկրորդ օգնական այդպես կլինի, ինքը ոնց որ ինքը ինքզինքին այդպիսի արտոնություն չէր դալի առանց Դավիթի բանի, բայց գիտնալով Դավիթի մտադրությունները, ասում էր, որ ես ոնց որ քո օգնականը կլինեմ, այդ խոնարհությունը ուներ, ոչ մի ցևով ինք Սավուղի հանդեպ իմպոստություն չի ցուցաբերեց, եւ այստեղը տեսնում ենք, որ Հովնաթան հագարակը ինք բացահայտում է, ասում է, որ նայեցեք, աչքերս լույս ստացան, երբ այս մեղրից մի քիչ կերա, 6-րդ հարցը, ինչ սկզբունքներ կարելի է սովորել Հովնաթանի պատասխանից 29-րդ համարում, 1-2 սկզբունքներ կոնե, հիմա բախտադելով Սավուղի առաջնորդության հետ եւ բախտադելով Հովնաթանի հետ, նկատի ունենալով բանակը, այո, Օնլայն պատասխանեն քունները կտան։ Արթուր եղբայրը ասում է, որ պիտի բագի Առաջինը ձեզանից ենք։ ինտերնետը, որբեսի դուք չկարողանաք մասնակցել, եթե չպատասխանեք, առաջինը ցեզ հետ սկսենք ասեց։ Այո։ Ամբողջ ծանրությունը մեր վրա է ով եղբայր, դու մի քիչ ենք խոսում։ Հա, ես օգնեցա արդեն։ Շատ լավ։ Ինչ է սկզբունք։ Բոլորի հարց տանք։ Ամենքս կարանք միասին զրուցել։ Ինչ սկզբունք կամ սկզբունքներ կարելի է նրանից քաղել, նրանից սովորել, Հովնաթանից, այս հատվածից, այս իրադարձությունից, 29 համարից մանավանդ։ Թիմեք։ Ինք Եթե մարդը դուրս է գալիս պատերազմի, պետք է լավ սնվի։ Պետք է լավ սնվի։ Հա, պարզ է։ Ուժում։ Որբեսի ժողովուրդը ինչի մեջ չգցվի, նեղության մեջ չգցվի։ Այսինքն ինք առաջնորդներից լինող, մենք գիտենք, որ ինքը ոնց որ Սավուղի անցյալ գլխի մեջ կարդացինք, Սավուղի հաջորդն էր։ Իբր պատասխանատու առաջնորդ։ Եվ ինք գիտի, որ չէ, հոգ տանում է, իր բանակին հոգ տանում է, հոգադար է։ Սավուղը այդպես չէր, Սավուղը ինչպես որ ասեցիք, ինք Իրական հաճույքներ հա, են ճիշտ։ Այստեղը մենք տեսնում ենք, որ ինք հոգ սանում է։ Միակ կարող Հա, այո։ ասում արտահայտություն։ Այո։ Որ ասում հայ Հովնաթանը ասեց հայրս ժողովրդին նեղության մեջ է գցել։ Նախադասությունը ոնց կարելի է բացատրել։ Իբր սկզբունք իր առաջնորդության նկատմամբ։ Հովնաթանը որ արտահայտում է։ Այսինքն մի խոսքով, երբ որ արդար առաջնորդը տեսնում է անարդար առաջնորդի մղարարքը, նույնիսկ եթե հայրն է, պետք է խոսի։ Նույնիսկ եթե հայրն է, այն էլ հայրն է թագավորը։ Հա, Մարդկանց ոնց որ ստիպում է իրական հաճույքները կատարեն։ Չէ, ինքը թագավորի որդիներով անգամ արդարությունը ճիշտն է ասում, չի։ այո, մարդկանց ստիպում է, որ իր քմահաճույքները կատարի։ Հա, Իր հայրը դներով անգամ չի պաշտպանում։ այո, Այլ արդար այո, ուրիշ սկզբունքը, որ այսինքն ինքը ճշմարտախոս է, ինքը ասենք սուդը չի պաշտպանում, սուդի գողքը չի լինում, ապա այսինքն անիրավության գողքը չի լինում։ Մենք ենք թագավորը մեր հայրն է, մենք ոնց կվարվեինք մեր հերը, եթե տեսնամ ժողովրդի առաջարկում կասենք ճիշտ չի։ Պիտի բերանդ պագես, որ հայրս էսելով, չէ՞ թե ոչ պիտի մի խոսքով արիերեսես, ինչպես որ ինքը արեց այստեղ։ Արդար ոչ թե նախատում է։ Չէ, արդար ցևով, այո, արդար ցևով։ Եվ ինքը ստագորեն, բացահայտորեն, եթե ինքը արդեն ոնց որ վախենար, այսպես մի քիչ քաշվեր, կարող էր այսպես ինչ ասում ես, լղոզվելով այդպես բաներ ասել։ Չէ, այս պարակային հստակորեն, ուղղակիորեն, directly ասեց, որ նր հայրս է խնդիրը։ Հա, հայրս է խնդիրը։ Ինքն է որ ժողովրդին, բանակին նեղության մեջ է գցել։ Այո, արդար քննադատական է տալիս իրավիճակին եւ ասեց, նայեցեք, ուզում եք, այսինքն որ ցեզ վավերացնեմ իմ ասածս, փաստը հետեւյալն է, կերա, աբացույցը հետեւյալն է, կերա այդ խորիսից, մեղրախորիսից եւ աչքերս լուսավորվեցին։
Բայց եթե ժողովուրդն այսօր գերած լիներ իր ճշնամուց վերցրած ավարից, փոշտացիների մեջ որչափ ավելի մեծ կոտորած կլիներ։ Ինք արդեն դիվանագետ է, գիտե, այսին բادرազմի այդ դիվանագիտության այդ մանրամասներից հասկանում է։ Դու եւ որ արդեն ոնց որ ոգևորված չես, սոված ես, օքեյ, փոշտացիները արդեն իսկ Տեր ինչ որ արեց, ասված է դեռնին այդ առումով։ Եթե օգուտ ստանային կողքեվորվեն ու Ավելի շատ ավելի գեդաբնտեին, որ չէ սովորական էր այն դեն չէ, մի բանակ է որ փախչեր, մյուս բանակը գեդաբնտում էր, հաղթական բանակը գեդաբնտում էր որ ավելի գոդորած լինի, որը որքան որ նվազեցնեն այդ բանակի մարդկանցից, նրանց թվից, անկան նրանց աբակայի համար ավելի լավ է։ Այդ տրամաբանությունը հասկացողությունը կար։ Եվ այստեղ այդ տրամաբանությունն ալ ինք հայտնաբերում է։ Եվ այդ օրը 31 համարում փղշտացիներին հարվածեցին Մակմասից մինչև Այեղոն, իսկ ժողովուրդը նվաղել էր։ Քանի անգամ այս խոսքը ասվեց, նվաղել էր, որովհետև այո, ժողովուրդը ոնց որ ուժ չունի եւ շատերը հավանական է այն օր մտածեցին, որ շնորհակալ ենք Տիրոջից, որ ինք օգտագործեց այդ երկու մարդիկ Հովնաթանը եւ իր ընկերագիցը, որովհետեւ մեր գործը անեն ինչ որ մենք չարեցինք։ Ոչ թե չէին ուզում։ Սավուղի պատճառով։ Եվ ժողովուրդը հարցակվեց ավարի վրա։ Սա հետո վերցրեցին եւ ոչխարները, եւ արջառները, եւ օրտերը, մորտեցին գետնի վրա եւ ժողովուրդը արյունով էլ գերավ։ Սա խնդիրը։ Մենք գիտենք ին ուխտում, որ Ազոխոսքը ինչ ասում է։ Արյունով չես կարող ուտել, Տիրոջ օրենքի ագարակ է։ Եվ բաճարները կան, ինչու են, բանավոր բաճարները կան, ինչու համար չես կարող այդպես անել։ Եվ նրանք այդպես արեցին։ Հիմա չեմ ուզում ավելի սրա վրա զրուցել, ինչ որ հետին յետևը եկող մի քանի ամառվա այս մեջը մի բաներ կան, որ պիտի խոսանք սրա վրա։ Եվ Սավուղին իմաց տվին ու ասացին. «Ա ժողովուրդը մեղանչում է Տիրոջ դեմ, որովհետև արյունով է ուտում»։ Եվ նա ասաց. «Անօրենություն է կարել։ Հիմա ինձ համար մի մեծ քար գլորեք»։ Եվ Սավուղն ասաց. «Ժողովրդի մեջ ծրվեք եւ նրանց ասացեք, թող ամեն մարդ իր արջառը եւ ոչխարը բերի ինձ մոտ եւ այստեղ մորթեք, կերեք եւ արյունով ուտելով Տիրոջ դեմ մեղ մի գործեք»։ Եվ ապա ժողովուրդը ամեն մարդ այդ գիշեր իր արջառը իր ցերկերով բերեց եւ այնտեղ մորթեցին։ Հիմա հետեւյալ հարցը, 7-րդ հարցը։ Ինչ այլ բան կարելի է ասել Սավուղի բնավորության մասին, ինչպես երևում է այստեղից 33-34 համարից ասենք։ Նմանավանդ 33 համարից։ Ինչ ասում մեծ քար գլորեցեք էլի։ Այսինքն այդ քարի վրա ամեն հատ կենթանիներ այնտեղը դնելով, որպես արյունը թող հոսի, եւ անգի հետ կարող են մոտիկանալ, որ կրնան, ասենք, խորովել կամ ինչ որ բիդնան չգիտեմ, բայց որ արյունը բարբվի։ Քարի վրա դնում էին, որ այդ քարից ասենք թե հոսի։ Հա, սա էր հարցը։ Սխալ չէ այդ բանը, ինչ որ ասում է, բայց խնդիրը ուր է 33 համարում դուք ասեք։ Ինչ զղջաց։ Ուր զղջաց, ուր դեսնում ես դա։ Դա խնդիր չէ եղբայրս, բայց 33 համարի նկատմամբ։ Հա։ Ինչպես։ Մեղանչումը ասելով։ Հիմա 7-րդ հարցը էլի հետևյալն է։ Ինչ այլ բան կարելի է ասել Սավուղի բնավորության մասին, ինչպես երևում է 33 համարից։ Զգուշ լինենք ասելով, այսինքն նկատի ունենանք, որ անցյալ գլխից ի վեր է, որ մենք տեսնում ենք Սավուղի տերությունները, եւ սրանից հետո կտեսնենք արդեն։ Մինչև անցյալ գլուխը, որ ուսումնասիրեցինք, Սավուղը դեռ վադանց չէր։ Եվ հիմա, որ ինքը թագավորը Բաշտոնով է, կարծես թե այդ Բաշտոնը ինչպես որ գլխին խփում է։ Այստեղ էլի շտապողություն կա, շտապողականություն, որ այն ժամանակ ոնց որ սպասեց Սամվելին, իմաստը նորից ինքը շտապում է։ Ինչ արումով շտապում է։ Ես ասում եմ, Միգուցե խոնարհվում է Սավուղը։ որովհետև արյունով է ուտում եւ նա ասեց անօրենությունը, որտեղ Ինձ համար։ ասացին, ահա ժողովուրդը Տիրոջ դեմ մեղք է գործում, որովհետև արյունով է ուտում։
Okay. Բայց լավ բան չի անում։ Եվ նա ասեց անել Հիմա դակավին գնահատականը չդվեցինք, լավ բան անում է կամ վատ բան անում է։ Պիտի խոսանք սրա վրա, ավոր հարցերը։ Դա ավոր հարցերը։ It was to the point. Շատ կարևոր հարց էր Շահեն եղբոր ասածը, որ միթե ինք լավ բան չի անում։ Մի քիչ հետ կխոսանք։ Ովիկ եղբայր, Հա։ այստեղից կարող ենք հասկանալ, որ Սավուղը էլի ինքն իրեն որոշեց առանց Աստծո կամքը հարցնելու այդ քարը բերեց, որպեսզի Արոն այդ հետո միսը խորովեն ու միսը ուտեն, որ չմեղանչեն, ինքը որոշեց էլի առանց Աստծո մարդու հետ խորհրդակցելու կամ Աստծո կամքը հարցնելու։ Okay, մա սրա մեջ խորհուրդ մգա քույրս, այո, ոչ չեմ ասում սրա վրա, բայց սա մի խոսքով ենթա կարևոր խորհուրդներից է, կարևոր չէ, չեմ ասում, կարևոր է, բայց ամենակարևորակույնը գա, որ 30-րդ համարի մեջ մի խոսքով այնտեղ է, թաքնված չի, բայց միևնույն ադեմ պետք է մի քիչ մտորենք, որ նկատի ունենանք բապմության, լրիվ բապմության, գադարել բապմության համատեքստում, որ իր ասածը եւ որ 33 կամարի մեջ ասում է, որ ժողովուրդը ասեց, որ արինով ուտում են եւ նա ասած անօրենություն է կարել, հիմա ինձ համար մի մեծ քար գլորեք։ Հետո շարունակելով 34-րդ համարում ինչ ասեց ինքը, ասեց այսպես մորթեք գերեք եւ արինով ուտելով դիրոջ թե մեղ մի գործեք։ Հետո, okay, շարունակեմ մի քիչ։ 35-ն ագարտամ եւ 36-ը Սավուղը դիրոջ համար զոհասեղան շինեց եւ սա առաջին զոհասեղանն էր եւ ասենք որ սա նրա առաջինն ու վերջինն էր, որ նա շինեց դիրոջ համար, որև Սուրբ գրքում ուրիշ չկա, որ ինք այդպես մի բան արած է, բայց Սավուղն ասաց. գիշերը իջնենք, հետաբնտենք փրշտացիներին, մինչև առավոտ լույսը բացվելը, նրանց կողոպտենք եւ նրանցից ոչ մի մարդ չթողնենք, եւ նրանք ասացին. «Okay, թակավորն ես, արա այնինչ հաճելի է քեզ», եւ քահանան ասաց. «Այստեղ մոտենանք Աստծուն»։ Եվ Սավուղն Աստծո հարցրեց. թե իջնեն, հետաբնտեն փրշտացիներին նրանց կմատնես Իսրայելի ցերկը։ Պատասխանը ինչ է այստեղ Աստծո խոսքի, բայց Տերը այդ օրը չպատասխանեց նրան։ Էլի Յուրիմով եւ Թումիմով է։ Քահանան այդ մեծ քահանան ասպարակային այդտեղ է։ Հիմա այսքանը ասենք եւ անդրադառնանք թե 7-րդ հարցը անգամ եւս, որ տակավին չի անդրադարձանք լրիվ կատարելապես եւ 8-րդն էլ։ Ինչ հակադրություն կարելի է տեսնել Սավուղի եւ քահանայի կողմից ստեղծված իրավիճակի կառավարման մեջ։ Շատ բարձ կերպով։ Շատ բարձ կերպով։ Քահանան ինչ ասեց 36-րդ համարի վերջում։ Այստեղ մոտենանք Աստծուն ասեց, չէ՞։ Սավուղը ինչ արեց, բայց այդ 33-ից 37 համարների մեջ Սավուղը ինքնուրույն որոշեց, իսկ քահանան իրան առաջնորդեց դեպի Տերը։ Շիդակ, շատ շիդակ։ Հարցնի։ Այո, որովհետև Սավուղը ինքը այսպես ոնց որ խաղալիքի պես արած է ազգամքը փնտրելը, երբ որ նրա հեշտ է օրինապաշտ բնդրումը, օրինապաշտ ուսուցիչները օրինաբաշ լինումը ճիշտ այստեղ ասում ենք էլի այդ 7-րդ հարցի, որ 33 համարի այդ վերջի մասումը պատասխանը քույրեր եղբայրներ ջան, ինչ որ ավատում եմ Աստծո խոսքից հետեւյալն է, դու կարող եք ավելացնել կամ ինչ որ ունեք ներկայացրեք, եւ որ ինք ասեց անօրենություն եք արել, հիմա ինձ համար մի մեծ քար գլորեք եւ արեցին այդպես եւ ինքը հետո ասեց 34 համարի կիսում եւ արյունով ուտելով դիրոշ թե մեղ մի գործեք։ Ինչու Աստծո պատվիրաններից էր, որ չես կարող այդպես, դերը արդեն հստակ էր, ինչու համար չես կարող այդպես անել։ Հիմա ինչու արյունի մեջն է կյանքը եւ արյունով ուտելը լավ բան չի այդպիսով։ Սա երկու ադա ասելով։ Հիմա Սավուղի բնավորության մասին 33 համարը մեզ ինչ սովորեցնում է։ Մեզ սովորեցնում է, որ ինք գեղձավոր է։ Գեղձավոր է, այս բանը որ ուզում եի ավելի մի քիչ զրուցել։ Ինչու գեղձավոր է։ Արթուր եղբայրը ուրիշ ծևով արտահայտեց, օրինաբաշտ է։ ուզում ցույց տա։ Ինք եթե շիդակ կորձը արած լիներ, եթե թողեր, ինք մի հատ պետք է մտածի հետևանքը իր արարքին։ Ինք եթե թողեր, Արկադի եղբայր, որ ուտեն, այս խնդրի առջև չէին կանգներ, որ նրանք հապջեբով Աստծո օրենքի հագարակ, նրանք մի բան անեն, ժողովուրդը, շատերը նրանցից, հետո ուզեց իր այդ հարցը լուծել, մարդիկ այդ սկսան բերել նրա մոտ, այդ մեծ կարի վրա
սկսան դնել որպես արյունահոսի, որ անգետքը ինչ որ պիտի անեն ուտելու համար անեն, նրա ասենք այդ հորթերի հետ ոչխարի արջարը ինչ որ է, բայց ուրգից գիտենք, որ խնդիր կար նրա մոդեցման հետ։ Նայեցեք, Աստծո խոսքը հետևյալը ասում է 37-րդ համարի վերջում 9-րդ հարցի հետ կապ ունեցող 9-րդ հարցը նայենք 37-30 համարներն ինչու Աստված չի պատասխանում Սավուղին։ Դուք ասեք, ինչու Աստված չի պատասխանում Սավուղին։ Որովհետև Սավուղը Տիրոջ կամքի մեջ չէր։ Շատ բարձ եւ շատ հստակ, շնորհակալություն։ Աստծո կամքի համաձայն չէր ընթանում եւ ինքն էր, որ մեղք կործեցնել դվեց ժողովրդին։ Իր մեղքն էր, որ իր իմարությունն էր, որ դուք երթում պետք է անեք, ժողովուրդը վախեցան, չեք կարող ուտել ոչ մի բան, մինչև որ երեկո Եվան կամ ինչ որ մինչև պատրաստը վերջանա, չես կարող անել այդպես բան։ Եվ քո հիմարության նկատմամբ համաձայն է, որ հիմա ժողովուրդը մեղք կործում է Տիրոջ թեմ։ Այսինքն ուրեմն ասել է, որ եթե հոգևոր առաջնորդ մանավանդ մի բան անի, մի որոշում մարնի, որ ժողովուրդը նրա պատճառով մեղք կործի Տիրոջ թեմ, անցանք ումի է։ Սավուղը Սուրբիկը չի ասում, որ Սավուղը ինքը արյունով միս կերավ։ Չի ասում դա։ Պատճառը ինքն էր։ Հիսուս ինչ ասեց Աստծո խոսքում։ Քայտակություններ կլինեն։ Բայց վայ, ասեց։ Ում քայտակությունները գալիս են։ Ահա Վասիկ ինքը այս բարակային, Սավուղ։ Եվ դերը նրա համար է, որ չպատասխանեց նրան։ Դերը այն օրը չպատասխանեց նրան։ Եվ արդեն երբ ասված մեգումը խնդրանքի համաձայն լուր կենա, սա խնդիր է։ Այս բարակայում մենք գիտենք ինչու որ սուբկի վկայություն ենք, թե ինչու չպատասխանեց, որ ինք օրինաբաշտ էր, կեղծավոր էր, ինք պատճառ եղավ, պատճառ դարձավ, որ ժողովուրդը մեղանչի Տիրոջ թեմ, այդպես մեծ խմբով։ Սա է պատասխան 9-րդ հարցի։ Քանզի 39 համար, ինչու որովհետև ինքը 38 համարը նորից կարտալով, այդ մասը նորից կարտալով, մոտեցեք այստեղ ասած ժողովրդի բոլոր իշխաններ, իմացեք ու տեսեք, թե այսօր այս մեղքը ումն է։ Պատկերացրեք, ինք դակավին ինչի վրա ֆիքսվում է, ֆիքսված է, որ ով գերավ մեղրախորիսխից։ Ինքը կարծում է, որ հանցանքը իրը չէ, ու դողինն է, Հովնաթանինն է։ Ինքը դեռ չգիտի, որ խնդիրը իր դուղու հետ կապ ունի։ Բայց իր հբարդությունը, իր իշխանությունը այդ բանեցնելու, այդ ասենք թե սխալ գերբով մոդեցումը բնթում է իր ուզածը եւ տակավին չի անդրադառնում։ Այսինքն, երբ ես եւ դու իբր նույնիսկ հավատացյալ, երբ Աստծո խոսքի, Աստծո կամքի համաձայն չենք ընթանում, մեր հոգևոր սկայարանքները սկսում են խավարել։ Եվ Աստծո կամքը ինչ որ առաջ հասկանում էինք, ինչ որ առաջ հնազանդվում էինք, հիմա այլևս չենք հասկանում։ Սուրբ գրային պատկերազարդում հաջորդ թագավորը Դավիթ։ Հիշում եք Դավիթի բարակայում ինչ եղավ 2 թագավորների 12-ում։ Երբ Հովաբ ետ վերադարձավ պատերազմից, որ իրեն լուր բերի, որ Ուրիան քո ուզածի համաձայն մեռավ։ Եվ Դավիթ ինչ ասեց։ Ասեց հոգ մի արա, ասեց մի խոսքով, սուրը երբեմն սրա սպանում է մի խոսքով, երբեմն դրա մի սպանում է, պրոբլեմ չի գա։ Եվ ոչ թե միայն Ուրիան մեռավ այն օրը, ուրիշ բանագից ալ մեռան, ինչու որ մենք գիտենք պատերազմում նրանք ավելի առաջ գնացին, այնտեղը որբեսի ոնց որ այդպես անբաշխման լինեն, որբեսի սպանվին եւ Ուրիանը մեջը սպանվեց։ Սա նույն անձն էր, որ նախանցախնդիր էր Արտուր եղբայրս։ Ավելի շատ գերադաս սպասվելիք տաստը կենտանինալ կավիթոր վարկեցու դեն չէ։ Նրա բարակային ինչ որ ուզում եմ պատկերազարդումը ասել է դեպյալն է, որ 17-րդ գլխի մեջ առաջին թագավորների տեսնում ենք մի պատանի, որ ավատում ենք, որ ինքը 17 տարեկանի շուրջ էր։ Եվ Գողիաթի դեմ գանք նեց, ինքը ինչ ասեց։ Ասեց մի խոսքով դու ով ես ասեց, ասված քեզ պիտի իմ ցերկս մատնի ասեց, որ դու նախադեցիր Աստծո անունով, Աստծո զորքը, Աստծո ժողովուրդը։ Այսինքն մի խոսքով ինք նախանցախնդիր էր, որ այսօր ոչ մի ազգ պիտի չմեռնի։
որովհետև դու Աստծո անվան հագարակման մարեցիր, բայց երբ լավագույն ավադացյալներից է մեղքի մեջ լինեն, նրանց հոգևոր սկայարանքը կարող է խավարել։ Մազուլ։ Երթալով Դավիթ մենք գիտենք ինչպես էր, չէ՞։ Սկիզբը ուզեց իր մեղքը թաքցնել, ծածկել։ Հետո չեղավ, կանոր գինը ասեց, ասեց, երեխա գա ասեց։ Ինչու որ ինք ուղարկեց կնոջի հետ, ուզեց այդպեսով թաքցնել։ Նվերներ ուղարկեց հետևիցը, չեղավ, հետո ինչպես պիտի թաքցնե, Ուրիայի պեր, խմցնեմ նրան, գերցնեմ նրան, գինովցնեմ նրան, սկիզբը ասեց, գնա քո դուն, հանգստացիր, գնոջդ մոտ գնա, այսինքն որպեսի մարդիկ գիտնան, որ Ուրիան տունը եղել է, գնոջը մոտ եղել է։ Չէ, չեղավ, չգնաց, ինչու Ուրիան այդ բնթաջագատ լինելը Աստծուց էր։ Հետո Դավիթ ինչ արեց նրա հետ, խմցրեց, կերցրեց, որ գինով նա, բան, հետո որ մարդիկ ասեն, չգիտեր ինչ արեց, դուն գնաց եւ այլն, որ դուն գնա, Դագավին դուն չի գնաց։ Սուրբիկը ասում էր այն օրը Դավիթի մյուս մարդկանց հետ այնտեղ մնաց։ Իր գնոջ մոտ չգնաց։ Իր ավադարմությունը ցապերելով որ Աստծուց էր։ Սուրբիկը չի ասում Աստծուց է բնթաջագատ լինելը, բայց Աստծուց է, որբեսի Աստված բացայդի Դավիթի մեղքը։ Հենց այդպես էլ մեղքը որտեղի մահ տանում ամենասկզբից ամենափոքր մեղքը որ օկեոր մարդը Աստծո մարդը անտեսում է ուզման ծածկի մեղքը սկսում է դինամիկ զարգացում ավելի մեղավոր Այո այն մյուս մեղքը ծածկելու մեկ ավելի մեծ ուրիշ մեղք ավելի մեծ մեղք եւ սպիրալի նման է անverջ սպիրալի it's like an ending spiral where there's no end to it there's no bottom to it ջունի գնդիկը ձնագնդիկը ոնց է որ այո փոքր գմեզնա այո փոքր հասակում որ քիչ տեկտերից կլորեք ինքը գնալով մեծանում է ինչքան գնում այնքան մեծանում է եւ վերջում կպնում է ծառի կամ պատի պայթում է այսինքն մեղքը նույնիսկ փոքր մեղքը ծածկելով ավելի մեծ մեղքերը խոստովանություն պետք է լինի, չէ՞, բայց սավու այդ խոստովանությունը չուն Դավիթ խոստովանեց հետո վերջի։ Այո, հետևանքներ կար, առնչություններ կար նրա մեղքերի նկատմամբ, բայց քոնե Դավիթ Աստծո մարդ էր, այդ առումով որ ինքը անդրադարձավ իր մեղքը, խոստովանեց եւ նորից այդպեսի մի բան չարեց։ Բայց սավու իրոքը չէ։ Կարևորը իր քեֆը, իր հանգիստը։ Ինքը ուզում է հանգստավետ լինի, ինք չի նայում իր անցանքին։ Մենք գիտեք այդ ասացվածքը դրա, չէ, եւ որ մեկում ասում ես դու մի մատ եւ որ ցուցաբերում ես, երեք մատ դեպի քեզ ցուցաբերում, այս մի խոսքով դու ավելի զգուշ եղիր քո անձի վրայով։ Don't point the finger at someone because there's three fingers pointing back towards you. Այդ բանով։ So եւ հետո այստեղը հետեւյալը ասում է 39 համարին ինքը որը ուզեց 30 համարում որ գիտնա մեղքը ումին է քանզի գենթանի է Իսրայելն ազատող դերը ասի խոսակցություն է ասես մեծ հոգևոր բաներ խոսում է եւ եթե իմ որդի Օվնաթանին էլ լինի անբաճար պիտի մեռնի պատկերացրեք այսին մեկը իր զավակին որ հավադարմորեն քեզ է ծառայում է այսպես մի բան կարաս ասել ինքը բարձրաց իր իշխանությունը բանեցնում է Այսին հիմարական բաներ է եւ ամբողջ ժողովրդից ոչ ոք չպատասխանեց նրան որ ժողովուրդը գիտեր արդեն իսկ ով է այն ժամանակ նա ամբողջ Իսրայելին ասաց դուք մի կողմ կանգնեք իսկ ես եւ իմ որդի Օվնաթանը կանգնեցնենք ասենք կանգնենք մյուս կողմը ինքը դակամին չգիտի բարձրապես ինքը այդ երկու խումբի բաժնեց ոս Իսրայելի ժողովուրդը ոս մենք եթե մենք չենք ուրեմն ցեզանից մեկն է այդպեսով եւ այստեղ ասում է եւ ժողովուրդը Սավուղին ասաց օքեյ Վիդի գիտնասիմա մոդադենից կիցար, դուք ես աջելի եղած արա, օքեյ, և Սավուղն Իսրայելի դեր ասություն ասաց, ծույս տուժիշ մարիդ է, Սավու և Օվնաթանը բրնվեցին վիճագով, ուրեմն այստեղնալ, հավանական է, նորից կարելի է, որ ուրիմի թումիմի at օգտագործումը տերը այս անգամ պատասխանեց, որբեսի իրեն մեղքը բացահայտի, իր լավության համար, 40-ի և 41-ի նկատմամբ կարդում ենք որև 41-ում Սավուղ եւ Օվնաթանը բռնվեցին վիճակով իսկ ժողովուրդն ազատ մնաց կարող է բարձր վիճակ լիներ չէ ինչպես որ արագացում ասում է վիճակը ծոցը գծվում է բայց նրա ամեն մի որոշումը Տիրոջից է այսինքն մի խոսքով որ Տիրոջ առաջ կարող է որ օրինակ ոնց որ
երկու գոբեկ առնես, չէ՞, կամ մի գոբեկ առնես, մի գոբեկի մեկ նկարը, էսա մյուս նկարը էտա։ Կարող է որ մի գոբեկ մարեցին, դերեցին վիճակը ումի է, օրինակ։ Հետո նրանից հետքը Սավուղի եւ Հովնաթանի միջեւ վիճակը ումինն է, օրինակ։ Ումինը գնում է։ Հա, այդ հասկացու, ինչու որ արդեն իսկ ընդհանուր խումբով նրանք Սավուղն մեջ լինեն, ուզում են որ ճշմարիտը գիտնան։ Եվ դերը այս անգամ հարկեց այդ աղոթքի խնդրանքը այդ ծևով, որովհետեւ բացահայտի Սավուղի ամդությունը, նրա մեղքը։ Սավուղն ասաց 42 համար. «Վիճակ գցեք ինձ վրա, իմ որդի Հովնաթանի վրա»։ Եվ Հովնաթանը բռնվեց։ Դերը ճշմարտությունը ասում է։ Դերը պիտի սուտ չխոսի, ասելով որ չէ Հովնաթան դու մեղք չես գործած, ուրեմն քեզ պետք է սուդով բաբանենք։ Չկա այդպես բան։ Դերը ինքը ժողովուրդը կարող է բաբանել տարբեր ծևերով։ Բայց ճշմարտության համացան։ Ինչի՞ չի ասում որ առաջինը ես կերա։ Վիճակի բանով ինքը ընտարգվում է, ինքը բամությունը չի ասում ես։ Այո, ինքը կարող է ասել որ ես եմ մի դան չվիր, Սուրբ գրքի մեջ այդպես բամությունը պատմում է, Հովնաթանը բամը չասեց, դա էլ դիրոջից է, որբեսի Սավուղի հիմարությունը դուրսել է, ինչու որովհետև Սավուղի ուզածը պիտի չլինի։ Վերջի վերջո Սավուղի ուզածը պիտի չլինի, սա նրա ամոթը, խայդարագությունը, որ քո ուզածը չեղավ, ինչու որովհետև դերը ժողովրդի միջոցով պիտի չթողնի, որ Հովնաթանի ոչ մի մազին հբի, այդպիսով։ Եվ ասում է այստեղ Սավուղը Հովնաթանին ասաց. հայտնիր ինձ, թե ինչ ես արել։ Եվ Հովնաթանը նրան հայտնեց 43 համար ու ասաց. Ցերկիս կավազանի ծայրով մի քիչ մեղր եմ գերել, ավ ասիկ ես պիտի մեռնեմ։ Այսինքն օքեյ եմ յանի։ Օքեյ եմ։ Եթե պիտի անես, պիտի անես։ Ինչու որովհետև այդ խոնարհությունը, այդ նազանությունը, այդ ենթակա լինելը իր հորը իբր թակավոր ինք այստեղ ցուցաբերում է։ Իմպոստություն չունի, չի ասում ինքը մենք լինեինք, պիտի ասենք որ Չիմանալով էլ է կերել, քույրս հա, բայց ինքը կարող էր ասել որ բաբա ջան, նայ դու գիտես այսօր ով ախտանակը դարավ քեզ համար։ Դու գիտես, մենք մեր կյանքերը 2 հոգի 20 հոգու մոտ գրվեցինք։ Եվ այնքան ավար, այնքան ճիշտ։ Եվ նրա առաջնորդության հմտությունները տեսնում ենք։ Խոնար է եւ սկզբունքային մարդ է։ Այս նախ այս պատմությունը այս ընթացքում ցույց է տալիս աստվածությունից տա Հովնաթանի խոնար վիճակը եւ Սավուղի հպարտ տեսակ։ Սավուղը ինչ թերություններ ունի։ Այսինքն այս տեսանկյունից է ինքը պետք է շերտնել, ոչ թե բարձրացնել կանոնման հարցերը դա։ Այստեղ խոնարհության եւ հպարտության հարցն է քննարկվում։ Ինքը կարող էր մի բան ասել, բայց ինքը դիրոջ թողած է, ինքը սխալ բան չարեց, որովհետեւ ինքը գիտի որ դերը նրա աղոթքը պատասխանեց, որ գնա այդպես անե։ Հանցակը չունի։ Եվ դերը իհարկե հիմա մի տեսնենք արդեն ժողովրդի միջոցով պիտի բաբանի նրան, չէ՞։ So, հետո ասեց նայեցեք, Տագավին Սավուղը ինքը անզեղ չէ։ Հա, այո։ Սավուղը հպարտությունն է նորից ստորել ասպան պայման պետք է մեռնի։ Հա, հա։ Այսինքն կարելի է որպես տեղյակ չսել, դուք ինչ տեղն է սել, չէ՞, ինչ որ մի ձև։ Չէ, նրա համար իր ասածը պետք է որ կատարվի, գործադրվի, վերջ։ Կարևոր չէ ով լինի։ Եվ Սավուղն ասաց. թող ասված, նայեցեք, մենք արագ պատկերացնում ենք ժողովրդի արչև կարող է կանգնալ, թող ասված այսպես ու սրանից էլ ավելին անի, դու Հովնաթան այսօր անբաճար պիտի մեռնես։ Այսինքն come on, գիտես, man, այդպես կարող ես։ Հա։ Ինչ անում ես, ինչ անում ես։ Մի հատ հարց տվեցիր, Հովնաթանի քաղաքարը լսեցիր, որ Հովնաթանը մի բան ասելիք ունի, թե ինչու ինք արդար է։ Այս հարցում, չէ։ Ինքը ասում, ազանունը բարապտե պերանը առնում է։ Չէ, որ սուրբքի կստագանում է, չէ, քո դերոջ անուն բարապտե պերան մի առներ։ Ինձ այսպես ու սրանից էլ ավելին լինի, դու Հովնաթան անունով այսօր անբաճար պիտի մեռնես, վերջացավ։ Ինք որոշել է։ Բայց ժողովուրդը Սավուղին ասաց։ Հիմա հետեւյալ հարցը 10-րդ հարցը։ Ինչ է ցույց տալիս 44-րդ համարի գաբակցությամբ։ Ինչ է ցույց տալիս Սավուղի պատասխանը 44-րդ համարում։ Քանի բան կարանք ասել։ Այդ ասածի համաձայն։ Հպարտություն ասեցինք, անմտություն ասեցինք։ Ուրիշ անօգություն իրեն որդու, այսին ողջամտության, առողջության անտեպ։ Անիծում ավելի շատ իրան։ Հա,
Հա, նրա համար հոգսը չէ, իր որդինը ովա կապ չունի։ Այսինքն նրա համար է որ ասում ենք, որ նրա առաջնորդության այս հասկացողության մեջ խնդիրներ կան։ Եվ սրա համար որ դերը զգուշացնեց նրանց սկզբից դուք ուզում եք մի մարդ, օքեյ, կդամ ցես, բայց հաստատ գիտեք խնդիրներ պիտի լինի։ Դավիթ ասպես չէր։ Դավիթ իր մեղքերը ուներ, այո, բայց այսպես չէր։ Այսպիսի բաներ չենք կարդում նրա բնավորության նկատմամբ։ Սա ուղղակի գժություն է, ասեն, ինչպես կարող ես դու քո ասենք սպարաբեդին, եթե սպարաբեդ բառը կորցազենք, թեև իր սպարաբեդը չէր, սպարաբեդը մի քիչ հետ կգտեսնենք, որ ուրիշ մեկն էր, իր հորեղբորը որդին էր։ Բայց ինչպես կարող ես այս բարակայում, որը Հովնաթանն էր իր աչագիծը, բայց ժողովուրդը Սավուղին ասաց, Հովնաթանը պիտի մեռնի։ Փառք Աստծո, ժողովուրդը ոտքի կանգնեց։ Հովնաթանը պիտի մեռնի, որ այսօր Իսրայելին տվեց այս մեծ բրգությունը։ Կաբլիսի դերը կենթանի է, որ նրա գլխի մեկ մասն անգամ գետին պիտի չընկնի։ Որովհետև այսօր Աստծով է գործել։ Նրանք ավելի լավ աստվածապահություն ունեին, հասկանալով Աստծո գործելագերբը, քան թե Սավուղը։ Անպայման ամենքինով իր հեղինակությունը պաշտպանի, ժողովուրդն էլ թեկվում են Աստծո հեղինակությունն են պաշտպանում բարձր։ Այո, որտեղ Հովնաթանը Աստծուն է ներկայացնում։ բայց Արթուր եղբայր տեքստում ոչ մի բան չի ասում, որ ժողովուրդը լուր ունեցան, որ Աստված Հովնաթանի միջոցով գործեց։ Բայց ժողովուրդն ասում է։ Ըստ ժողովրդաս ուրեմն ինչ կարող ենք եզրակացնել։ Կամ քոնե որոշ զրույց եղած է Հովնաթանի եւ նրա ընկերագիցի միջոցով նրանց հետ։ Ասեկոսները միանգամից դրա Հա, բանակում։ այո, որ ինչու այս զրույցում այնպես մի չէ որ Հովնաթան լման բերանը փագեր կամ իր ընկերագիցը այդ բադանին որ բերանը փագեր, ժողովուրդը լուր ասել է, խոսքը փոխանցվել է, բայց նրանց աստվածանությունը հստակ է, աստվածապահությունը նրանց առողջ է, որ նույնիսկ եթե ոչ մի բան չգիտնային, որ դերը ինչ արել է Հովնաթանի միջոցով, նրանք արդեն գիտեն, որ ով հաղթանակը դալիս է, ումի միջոցով, որ Աստված է միայն հաղթանակ տվող, նորությունը չէ սա, նորությունը չէ։ Երկու հոգով գնացել եք ամբողջ բանակի դեմ։ Հա, տրամաբանությունը, հա, մարդկային օրեն տրամաբանական է սա։ Աստվածա ցույց տվել, հա, մենք թողել ենք Աստված ցույց տալի, որ գնացեք, եթե զեհ լինի, գնացեք։ Բայց իրենք հասկացան արդեն, այո։ Ժողովուրդը հասկացել է, որ դա Աստծո խաղն է, Աստված է առաջնորդել։ Այսինքն Աստված Ճիշտ, եթե Աստծո միջոցով գործելը, ասի մի խոսքով առանց ասելու դա, դու ով ես որ Եվ ինքը նախանցոդ է, մենք գիտենք 2 գլուխ, 3 գլուխի հետ որ Դավիթ պիտի անե, հիշում եք 18-րդ գլխի սկիզբը։ Սավուղը հազարները, Դավիթը 10,000-ները սպանեց։ Գիտար, այդպեսի երկմը որ օրինած էին, գիտար, նախանցելու սկսավ եւ նրանից հետ կարտեն ուզում ա որ Դավիթի սպանե, որովհետեւ իր հաշվին չի գալի։ Բայց ինչ մնաց ասեց, չէ՞։ Հիմա թակավորությունն էլ իմ ցերկիցս պիտի վերցնե։ Հասկանում էր։ Եվ հետո ասում է այստեղ այսպես ժողովուրդն ազատեց Հովնաթանին եւ նա չմեռավ։ Եվ Սավուղը վերադարձավ փոշտացիներին հետաբնտելուց, փոշտացիներն էլ գնացին իրենց տեղը։ Սավուլն սկսեց թակավորել Իսրայելի վրա եւ պատրաստեց շրջակա բոլոր թշնամիների դեմ, այսինքն Մովաբի դեմ, Ամոնիտ որդիների դեմ, Եդոմի դեմ, Սուբիայի թակավորների դեմ եւ փոշտացիների դեմ, դեպի որ կողմն էլ դառնում էր հաղթություններ տանում։ Աստված օգտագործում է նրան, որբեսի երկիրը հիմնվի, թակավորությունը հիմնվի, ավելի հաստատվի, որովհետև Դավիթ եւ որքա, մենք գիտենք հետո Սողոմոն եւ որքա ավելի գարկավիճակը երկրի ավելի լավ է այդ հասկացությունով։ Նա 48 ամառ կաճություն արեց եւ զարգեց Ամաղեգին ու Իսրայելն ազատեց իր կողոպտիչների ցերկից։ Ամաղեգի այդ պատերազմի մասին հետո կտեսնենք 15-րդ գլխի մեջ, 15-րդ գլխի մեջ։ Սավուղի որդիներն էին Հովնաթանը, Հեսվին եւ Մեխկիսավեն։ Իսկ նրա երկու աղջիկների անուններն էին առաջինի անունը Մերոբ, իսկ փոքրի անունը Մեղկող։ Մենք միայն գիտենք Հովնաթանը եւ Մեղկողը։ Հովնաթանը գիտենք ով է, Մեղկողը իհարկե Դավիթի սենկիներից մեկը կլինի հետո։ Սավուղի գնոջ անունը Աքինովամ էր, դրա մասին շատ բան չենք գիտեր։ Աքի Մաասի աղջիկը նրա զորավարի անունը Աբեներ էր։ Աբեների մասին լիքը բան կա։ Եվ Սավուղի հորեղբորների որդին էր։
So ինք որովհետև մի խոսքով first cousin հորեղբորը որդին եւ գիսը Սավուղի հայրը իհարկե Սավուղի հայրը եւ ները ապեների հայրը Աբիելի որդիներն էին եւ Սավուղի բոլոր օրերին սաստիկ պատրաստ գար փղշտացիներից մենք գիտենք սա պիտի մինչեւ մեկ թակավորների վերջը լինի երբ որ Սավուղը պատրաստի ընթացքում փղշտացիների թեմ կմեռնի ըստ Տիրոջ խոսքի համաձայն եւ Սավուղն իր դեսած ամեն մի ուժեղ մարդու եւ ամեն մի կաչ մարդու հավաքում էր իր մոտ Ծո ասկան եղբայրներ քուրեր ջան Եթե գա հավելյալ հարցեր կամ բաներ որ ուզում եք ավելացնել ասեք Ես մի հարց ունեմ Հա Օրինակ որ վիճակը գծվեց ինչու Աստված այդպես չարեց հենց Սավուղի վրա անգնի որ ավելի པարզ լինի Ներողություն քուրս վիճակը ինչ է չհասկացա սկիզբը Վիճակ որ գծվեց Հա Հովնաթանի ու իր վրա ինչի իր վրա չընկավ Որովհետև դերը ճշմարիտ Աստված է ոչ թե միայն Սավուղը խնդրեց որ ճշմարտությունը գիծվի բայց դերը ճշմարիտ Աստված է Եվ որովհետև ճշմարիտ Աստված է Աստված չի կարող սդել ասելով որ սխալը Սավուղն է քան թե Հովնաթանը Ճշմարտությունը դա էր որ ինչ որ մեկը մի բան արել է Հովնաթանն էր բայց դերը ինք արդեն պաշտպանեց Հովնաթանի կյանքը մնացած ժողովրդի միջոցով չէ So ոչ մի ցեով Աստված մեղ չի կործում որ մենք գիտենք եթե Աստված որ մի ադեն մեղ կործելու լինի Աստված լինելուց կթաթարի հնարավոր չի այդպես մի բան դրամապանական չի այդպես մի բան լինի Եվ այս պարակայում Աստված ամեն բան շիտակ ցեվով արեց որովհետեւ բացահայտի Սավուղի մեղքը իր իմարությունը Եվ մարդիկ բոլորը գիտան պատկերացրեք մի հատ երբ բոլոր բանակը որ պետք է որ նրանք լինեն թակավորի ասենք բազուկը եւ որ բանակը տեսնում է այսպեսի որոշումներ երեխայական խոսքեր հիմարական որոշումներ բանակի վստահությունը ինչ կլինի իր թակավորի անտեպ վերջո բայց Աստված է որ բաբանում է այդ երկիրը դակավին եւ Սավուղի թակավորություն բաբանում է նրա հաղթանակ տալիս որ գիտենք որ ինքն է հաղթանակ տվողը ինչ որ հիմա արդեն հաղթանակների մասին գարտացինք որ ինքը հաղթանակներ տանում էր Տերն է անողը դա որ դերը ինքը պատրաստում է որ իր ասկը ավելի կազմակերպվի Դավիթ որ կա արդեն ամեն բան պատրաստ է Դավիթի համար որովհետեւ շարունակի այդ գործը եւ ընդլայնի այդ գործը եւ իհարկե Սողոմոնի ադենն ավելի արդեն բարգավաճեց երկիրը Մենք գիտենք որ Սողոմոնի ադեն ամենաբարգավաճ ասենք ժամանակաշրջանն էր Իսրայելի համար եւ նրանից հետն էր որ իհարկե խնդիրները սկսեցին Սողոմոնի մահից հետքը ուրիշ եթե հարց կամ մի բան Շատ լավ եթե չգա Արքադի եղբայրս աղոթքով կարան ամբողջացնել Նարեկ արած կանգնել մեզ հետ հա Սուրբ Աստված փառք ենք տալիս քեզ Տեր գոհանում քեզանից հայր քո ճշմարիտ խոսքիդ համար գոհանում ենք Տեր որ դու հոգ ես տանում մեզ հոգեորապես կերակրում ես գոհանում ենք քեզանից Տեր Աստվածս մեր եղբոր համար որ օգնում ես իրեն եւ իրեն միջոցով Տեր խոսում ես մեր սրտերի հետ Սիրելի հայր կխնդրեմ օգնես այստեղ գտնվող եւ on-line գտնվող ամեն մի քրոջս եղբորս եւ Տեր դու բացես մեր միտքը որպեսզի քո այս խոսքերը հասկանալով կարողանանք շփվել եւ այդ խոսքերը օգտագործենք մեր կյանքի մեջ Տեր Աստվածս Սիրելի հայր շնորհակալ ենք այս ժամերի համար կխնդրեմ հետագա ժամերն քո ձեռքերիդ մեջ վերցնես եւ դու առաջնորդես եւ ամեն բանի մեջ ուր որ գնանք ինչ էլ որ անենք Տեր կարողանանք քո սուրբ անունը փառավորել Սիրելի հայր փառք եմ տալիս եւ գոհանում եմ քեզ այս ժամերի համար փառավորվի Սուրբ Աստված հայր որդի եւ Սուրբ Հոգի ամեն ամեն Ներողություն